Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գլխուղեղը կատարում է մոտավորապես 100 միլիարդ նեյրոնային կապ վայրկյանում։ Ձեր սիրտը պոմպում է 5 լիտր արյուն ձեր մարմնի միջով։ Ձեր թոքերը մշակում են մոտավորապես 500 միլիլիտր թթվածին։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Այս ամենը տեղի է ունենում մի մոլորակի վրա, որը պտտվում է մի աստղի շուրջ, որը պտտվում է մի գալակտիկայի շուրջ, որտեղ կան 200 միլիարդ այլ աստղեր։ Եվ այդ 200 միլիարդ աստղերից, ըստ ամենաժամանակակից հաշվարկների, հնարավոր է, որ ոչ մեկի շուրջ չկա մեկ այլ էակ, որը կարող է մտածել այս մասին։ Ոչ մեկը։ 1961 թվականին Արևմտյան Վիրջինիայի Գրին Բենք աստղադիտարանում 31 տարեկան ռադիոաստղագետ Ֆրենք Դրեյքը գրեց մի հավասարում, որը պետք է փոխեր մարդկության ինքնագնահատականը։ Նա չէր փորձում լուծել տիեզերական խորհուրդ, նա պարզապես ուզում էր կազմակերպել մի գիտաժողով, բայց այն, ինչ նա գրեց, գրատախտակի վրա դարձավ ամենահայտնի մաթեմատիկական արտահայտությունը մարդկության տեղի մասին տիեզերքում։ Հավասարումը պարունակում էր 7 պարամետր։ Յուրաքանչյուր պարամետր պատասխանում էր մի հարցի, եւ երբ դուք բազմապատկում եք այդ 7 թվերը, ստանում եք մեկ պատասխան. քանի տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն կարող է գոյություն ունենալ մեր գալակտիկայում հենց հիմա։ Դրեյքը եղել է օպտիմիստ։ Նրա սկզբնական հաշվարկներով պատասխանը կարող էր լինել հազարներ, հավանաբար տասնյակ հազարներ։ Գալակտիկան պետք է լիներ ռադիոազդանշաններով, հաղորդագրություններով, կյանքի նշաններով։ Բայց 63 տարի անց, երբ մենք լրացրել ենք յուրաքանչյուր պարամետր ամենաժամանակակից տվյալներով, երբ մենք հայտնաբերել ենք հազարավոր էկզոմոլորակներ, երբ մենք ուսումնասիրել ենք կյանքի ծագումը մեր սեփական մոլորակի վրա, երբ մենք հասկացել ենք, թե որքան կարճ է քաղաքակրթությունների կյանքը, թվերը սկսել են պատմել ամբողջովին այլ պատմություն։ Պատմություն, որը շատ ավելի սարսափելի է, քան ցանկացած գիտական ֆանտաստիկա։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք մի անհսկելի գրադարանում։ Այս գրադարանը ունի 200 միլիարդ դարակ։ Յուրաքանչյուր դարակ ներկայացնում է մի աստղ մեր ծիր ճանապարհ գալակտիկայում։ Դրեյքի հավասարումը ձեզ հարց է տալիս. քանի դարակի վրա կգտնեք գիրք, որը գրված է ուրիշի կողմից։ Գիրք, որը պարունակում է մտքեր, գաղափարներ, պատմություններ մեկ այլ քաղաքակրթությունից։ 1961 թվականին Դրեյքը կարծում էր, որ գրեթե յուրաքանչյուր դարակի վրա կլինի գիրք։ 2023 թվականին մենք սկսում ենք կասկածել, որ ամբողջ գրադարանում կարող է լինել միայն մեկ գիրք։ Եվ մենք ենք այն գրում։ Բայց ինչպես մենք հասանք այս եզրակացության։ Ինչպես մի հավասարում, որը ստեղծվել էր հույսով, վերածվեց մաթեմատիկական ապացույցի մեր տիեզերական մենության մասին։ Եկեք սկսենք առաջին պարամետրից։ Դրեյքի հավասարումը սկսվում է ամենապարզ հարցով. քանի աստղ է ծնվում մեր գալակտիկայում տարեկան։ 1961 թվականին աստղագետները կարող էին միայն կռահել։ Դրեյքը գնահատեց մոտավորապես 10 նոր աստղ տարեկան։ Այսօր, շնորհիվ Հաբլի տիեզերական հեռադիտակի, Սպիցերի ինֆրակարմիր աստղադիտարանի և հազարավոր գիշերների դիտարկումների, մենք գիտենք ճշգրիտ պատասխանը։ Մեր գալակտիկան ծնում է մոտավորապես 7 նոր աստղ ամեն տարի։ Սա թվում է լավ լուր։ 7 նոր աստղ նշանակում է 7 նոր հնարավորություն կյանքի համար։ 7 նոր տեղ, որտեղ կարող է զարգանալ բանականություն։ Բայց ահա երկրորդ պարամետրը, որտեղ իրերը սկսում են բարդանալ։ Այդ 7 աստղերից քանիսն ունեն մոլորակներ։ Երբ Դրեյքը գրում էր իր հավասարումը, մենք չգիտեինք ոչ մի մոլորակ մեր արեգակային համակարգից դուրս։ Ոչ մեկը։ Աստղագետները կարող էին միայն ենթադրել, որ մոլորակները պետք է լինեն տարածված, բայց ապացույց չկար։ Դրեյքը օպտիմիստորեն գնահատեց, որ կեսը բոլոր աստղերից ունեն մոլորակային համակարգեր։ 1995 թվականին Ժնևայի համալսարանի աստղագետներ Միշել Մայորը և Դիդիե Կելոզը հայտնաբերեցին առաջին էկզոմոլորակը՝ Պեգաս 50b։ Սա էր հեղափոխություն։ 2009 թվականին ՆԱՍԱ-ն գործարկեց Քեպլեր տիեզերական հեռադիտակը, որը նախագծված էր հատուկ էկզոմոլորակներ որսալու համար։ 9 տարվա ընթացքում Քեպլերը դիտարկեց 150,000 աստղ և հայտնաբերեց 2667 հաստատված մոլորակ։ Երբ աստղագետները վերլուծեցին այս տվյալները, նրանք հասան ապշեցուցիչ եզրակացության. գրեթե յուրաքանչյուր աստղ ունի առնվազն մեկ մոլորակ։
ոչ թե կեսը, գրեթե բոլորը։ Սա նշանակում է, որ մեր գալակտիկայում կան առնվազն 200 միլիարդ մոլորակ, 200 միլիարդ աշխարհներ, 200 միլիարդ հնարավորություն։ Դրեյքը սխալվել էր, բայց լավ ուղղությամբ։ Իրականությունը ավելի հրաշալի էր, քան նրա ամենաօպտիմիստական կանխատեսումները։ Եթե գրեթե յուրաքանչյուր աստղ ունի մոլորակներ, ապա հավասարումը պետք է տա ավելի մեծ թիվ քաղաքակրթությունների համար, ճիշտ է։ Սխալ, որովհետև երրորդ պարամետրը ամեն ինչ փոխում է։ Այդ 200 միլիարդ մոլորակներից քանիսը գտնվում են այսպես կոչված բնակելի գոտում։ Սա տարածությունն է աստղի շուրջ, որտեղ ջերմաստիճանը հենց ճիշտ է, ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Տարածություն, որտեղ ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում։ Մեր արեգակային համակարգում այս գոտին տարածվում է մոտավորապես Վեներայի ուղեծրից մինչև Մարսի ուղեծիր։ Երկիրը գտնվում է հենց մեջտեղում։ Վեներան շատ տաք է, կապարի հալման ջերմաստիճանով մթնոլորտ։ Մարսը շատ սառն է, սառցե անապատ։ Երկիրը հենց ճիշտ է։ Երբ Քեփլերը սկսեց գտնել հազարավոր մոլորակներ, աստղագետները սկսեցին հաշվել, քանիսն են բնակելի գոտում։ Պատասխանը եղավ շոկային։ Մոտավորապես 20%։ Յուրաքանչյուր 5 մոլորակից մեկը գտնվում է ճիշտ հեռավորության վրա իր աստղից։ Սա դեռ լավ է, 20% 200 միլիարդից, դա 40 միլիարդ պոտենցիալ բնակելի աշխարհ միայն մեր գալակտիկայում։ Բայց ահա որտեղ մաթեմատիկան դառնում է դաժան։ Չորրորդ պարամետրը հարցնում է. այդ բնակելի մոլորակներից քանիսի վրա իրականում զարգանում է կյանք։ Եվ այստեղ մենք անցնում ենք հաստատ գիտելիքից դեպի խորը անորոշություն։ Մենք գիտենք միայն մեկ մոլորակ, որտեղ կյանքը հաստատ գոյություն ունի։ Մեկը 200 միլիարդից, մեկը 40 միլիարդ բնակելի աշխարհներից։ Դրեյքը լինելով օպտիմիստ ենթադրեց, որ կյանքը անխուսափելի է։ Եթե պայմանները ճիշտ են, կյանքը կհայտնվի։ Նա գնահատեց 100%։ Յուրաքանչյուր բնակելի մոլորակ վերջապես կստանա կյանք։ Սա էր հիմնված մեկ դիտարկման վրա։ Երկրի վրա կյանքը հայտնվեց անհավատալի արագ։ Մեր մոլորակը ձևավորվեց մոտավորապես 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Առաջին 500 միլիոն տարիների ընթացքում այն էր դժոխք, հալածապարներ, աստերոիդային ռմբակոծումներ, թունավոր մթնոլորտ։ Բայց մոտավորապես 4 միլիարդ տարի առաջ, հենց որ մոլորակը սառեց բավականաչափ, կյանքը հայտնվեց։ Կամ առնվազն դա է ամենահին ապացույցը, որ մենք ունենք։ 2017 թվականին Կանադայի Քվեբեք նահանգում գիտնականները հայտնաբերեցին միկրոսկոպիկ հանածոներ հնագույն ժայռերում, որոնք ձևավորվել են մոտավորապես 4 միլիարդ 200 միլիոն տարի առաջ։ Այս հանածոները ունեին քիմիական ստորագրություն, որը կարող էր ստեղծվել միայն կենդանի օրգանիզմների կողմից։ Սա նշանակում է, որ կյանքը հայտնվեց Երկրի վրա մոտավորապես 400 միլիոն տարի անց, երբ մոլորակը դարձավ բնակելի։ Աստղագիտական ժամանակի մասշտաբով սա ակնթարթ է։ Դրեյքը եզրակացրեց. եթե կյանքը հայտնվեց այդքան արագ Երկրի վրա, ապա այն պետք է լինի տիեզերական օրենք։ Պայմանները ճիշտ են, կյանքը հայտնվում է, պարզ։ Բայց 63 տարի անց մենք հասկանում ենք, որ Դրեյքը կատարել է տրամաբանական սխալ։ Նա դիտարկել է մեկ օրինակ և արել ընդհանրացում ամբողջ տիեզերքի համար։ Սա ինչպես, եթե դուք նետեք մետաղադրամ մեկ անգամ, ստանաք գլուխ և եզրակացնեք, որ մետաղադրամները միշտ ընկնում են գլխով։ Իրականում, մենք չգիտենք, թե որքան հավանական է կյանքի ծագումը։ Մենք ունենք միայն մեկ տվյալ կետ։ Մենք չգիտենք արդյոք կյանքը տիեզերական անխուսափելիություն է, թե տիեզերական հրաշք։ Մենք չգիտենք արդյոք յուրաքանչյուր բնակելի մոլորակ վերջապես կստանա կյանք, թե մենք ենք միակ հաջողված փորձը տասնյակ միլիարդների մեջ։ Եվ այստեղ է, որ Դրեյքի հավասարումը սկսում է փլուզվել։ Պատկերացրեք, որ կյանքի ծագման հավանականությունը ոչ թե 100% է, այլ 1%-ից պակաս։ Պատկերացրեք, որ կյանքի համար անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ ջերմաստիճան և հեղուկ ջուր, այլ նաև հազարավոր այլ պայմաններ, որոնք պետք է համընկնեն հենց ճիշտ պահին։ Ճիշտ քիմիական տարրեր, ճիշտ էներգիայի աղբյուր, ճիշտ պաշտպանություն տիեզերական ճառագայթումից, ճիշտ մագնիսական դաշտ, ճիշտ մթնոլորտ, ճիշտ տեկտոնիկական ակտիվություն։ Երկրի վրա մենք ունեինք այս ամենը, բայց արդյոք մենք էինք նորմը, թե բացառությունը։ 5-րդ պարամետրը դառնում է ավելի ու ավելի անհավանական։ Այն հարցնում է,
Այն մոլորակներից, որտեղ կյանքը հայտնվում է, քանիսի վրա այն զարգանում է բանականություն։ Դրեյքը կրկին եղել է օպտիմիստ։ Նա ենթադրեց, որ եթե կյանքը ունի բավականաչափ ժամանակ, այն անխուսափելիորեն կզարգացնի բանականություն։ Էվոլյուցիան ընթանում է դեպի բարդություն, բարդությունը ընթանում է դեպի գիտակցություն, գիտակցությունը ընթանում է դեպի բանականություն։ Բայց երկրի պատմությունը պատմում է այլ պատմություն։ Կյանքը հայտնվեց մեր մոլորակի վրա մոտավորապես 4 միլիարդ տարի առաջ։ Բայց բանականությունը, այն տեսակի բանականությունը, որը կարող է կառուցել հեռադիտակներ և ուղարկել ռադիոազդանշաններ, հայտնվեց միայն մոտավորապես 200,000 տարի առաջ։ Սա նշանակում է, որ կյանքը գոյություն ունեցավ երկրի վրա 999% իր պատմության ընթացքում առանց բանականության։ 4 միլիարդ տարի միկրոբներ, 600 միլիոն տարի բազմաբջիջ կյանք, 200 միլիոն տարի դինոզավրեր, որոնք երբեք չզարգացրին տեխնոլոգիա։ Եվ միայն վերջին 200,000 տարիների ընթացքում մենք։ Ավելին, մենք գիտենք, որ բանականությունը զարգացավ երկրի վրա միայն մեկ անգամ։ Մեկ տեսակ բոլոր միլիարդավոր տեսակներից, որոնք երբևէ ապրել են այստեղ։ Դելֆինները խելացի են, բայց նրանք չեն կառուցում ռադիոհեռադիտակներ։ Ագռավները լուծում են խնդիրներ, բայց նրանք չեն գրում մաթեմատիկական հավասարումներ։ Շիմպանզեները օգտագործում են գործիքներ, բայց նրանք չեն գործարկում տիեզերական թռիչքներ։ Միայն մեկ տեսակ, մեկ էվոլյուցիոն ճյուղ, մեկ պատահական մուտացիաների շղթա հասավ այն մակարդակի, որը մենք անվանում ենք բանականություն։ Սա ցույց է տալիս, որ բանականությունը կարող է լինել ոչ թե էվոլյուցիոն անխուսափելիություն, այլ անհավանական պատահական պատահականություն։ Եթե դուք վերագործարկեիք երկրի պատմությունը 1000 անգամ, քանի անգամ կհայտնվեր բանական տեսակ։ 1000-ը, 100-ը, 10-ը, 1-ը, 0։ Մենք չգիտենք։ Եվ այս անգիտությունը ոչնչացնում է Դրեյքի օպտիմիզմը։ 6-րդ պարամետրը դառնում է ավելի ու ավելի նեղ։ Այն հարցնում է, այն բանական տեսակներից քանիսը զարգացնում են տեխնոլոգիա, որը կարող է հաղորդակցվել տիեզերքում։ Ռադիոհեռարձակում, լազերային ազդանշաններ, ցանկացած բան, որը կարող է հասնել աստղերին։ Մարդկությունը ձեռք բերեց այս կարողությունը միայն մոտավորապես 100 տարի առաջ։ 1913 թվականին, երբ Գուլիելմո Մարկոնին ուղարկեց առաջին անլար հաղորդագրությունը Ատլանտյան օվկիանոսի միջով։ Մինչ այդ, մարդկությունը գոյություն ունեցավ 200,000 տարի, անընդհատ ազդանշաններ ուղարկելու կարողություն չունենալով։ Մենք էինք բանական, բայց մենք էինք անտեսանելի։ Եվ ահա ամենասարսափելի հարցը, 7-րդ պարամետրը։ Որքան ժամանակ տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթությունը շարունակում է հեռարձակել ազդանշաններ։ Որքան ժամանակ այն գոյատևում է։ Դրեյքը գրեց իր հավասարումը սառը պատերազմի ամենամութ օրերին։ Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները կուտակել էին բավականաչափ միջուկային զենք, ոչնչացնելու քաղաքակրթությունը տասնյակ անգամ։ Դրեյքը գիտեր, որ տեխնոլոգիան կարող է լինել ինքնաոչնչացման գործիք։ Նա գնահատեց, որ միջին քաղաքակրթությունը կարող է հեռարձակել ազդանշաններ մոտավորապես 10,000 տարի, մինչև այն ինքնաոչնչանա կամ զարգանա այնպիսի մակարդակի, որ այլևս չի ուզենա հաղորդակցվել։ 10,000 տարի։ Սա թվում է երկար ժամանակ, բայց տիեզերական մասշտաբով սա ակնթարթ է։ Մեր գալակտիկան մոտավորապես 13 միլիարդ տարեկան է։ 10,000 տարի 13 միլիարդից։ Դա ինչպես 1 վայրկյան 100 տարվա կյանքում։ Եվ ահա որտեղ մաթեմատիկան դառնում է դաժան։ Եթե քաղաքակրթությունները գոյատևում են միայն 10,000 տարի, ապա ցանկացած պահի մեր գալակտիկայում կարող են լինել միայն շատ քիչ ակտիվ քաղաքակրթություններ։ Նույնիսկ եթե հազարավոր քաղաքակրթություններ են ծագել պատմության ընթացքում, նրանցից մեծ մասը արդեն մարել են։ Նրանց ազդանշանները դադարել են, նրանց քաղաքները փլվել են, նրանց գիտելիքները կորել են։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք մութ դաշտում ձեռքին ծիածանով։ Ձեր շուրջը հազարավոր այլ մարդիկ են, նույնպես ծիածաններով, բայց յուրաքանչյուր ծիածան վառվում է միայն 1 վայրկյան։ Դուք վառում եք ձեր ծիածանը և նայում շուրջը։ Քանի այլ լույս կտեսնեք այդ ճշգրիտ վայրկյանին։ Հավանաբար ոչ մեկը։ Նույնիսկ եթե հազարավոր ծիածաններ են վառվել գիշերվա ընթացքում, հավանականությունը, որ երկուսը վառվեն նույն պահին, անհավատալի փոքր է։
Սա է Դրեյքի հավասարման ողբերգությունը։ Նույնիսկ եթե կյանքը տարածված է, նույնիսկ եթե բանականությունը անխուսափելի է, նույնիսկ եթե տեխնոլոգիան զարգանում է հաճախ, եթե քաղաքակրթությունները ապրում են կարճ ժամանակ, ապա տիեզերքը լի է մեռած քաղաքակրթություններով, ոչ թե կենդանիներով, լի է հնամյա ավերակներով, ոչ թե ակտիվ ազդանշաններով։ Եվ մենք, մարդկությունը, եղել ենք տեխնոլոգիապես զարգացած միայն մոտավորապես 100 տարի։ Մեր ծիածանը վառվել է միայն 1 վայրկյան տիեզերական ժամանակի մեջ։ Մենք նայում ենք դեպի աստղերը եւ չենք տեսնում այլ լույսեր։ Բայց արդյոք դա նշանակում է, որ մենք միակներն ենք, թե պարզապես մենք նայում ենք սխալ պահին։ 2015 թվականին Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը հրապարակեց մի հոդված, որը վերլուծում էր Դրեյքի հավասարումը նոր տվյալներով։ Նա վերցրեց յուրաքանչյուր պարամետր եւ լրացրեց ամենաժամանակակից գնահատականներով։ Աստղերի ծննդյան տեմպ 7 տարեկան։ Մոլորակներ ունեցող աստղերի տոկոս գրեթե 100։ Բնակելի գոտում գտնվող մոլորակների տոկոս 20։ Մինչ այստեղ ամեն ինչ լավ է։ Բայց հետո անորոշությունը։ Կյանքի ծագման հավանականություն, անհայտ, բայց հավանաբար շատ ցածր։ Բանականության զարգացման հավանականություն, անհայտ, բայց ապացուցված միայն 1 անգամ 4 միլիարդ տարվա ընթացքում։ Տեխնոլոգիայի զարգացում, անհայտ, բայց մարդկության դեպքում տևել է միայն 200,000 տարվա 1%-ը։ Եվ վերջապես, քաղաքակրթության կյանքի տևողություն, ամբողջովին անհայտ, բայց հավանաբար շատ կարճ։ Երբ Բոստրոմը բազմապատկեց այս թվերը, նա ստացավ մի շարք հնարավոր պատասխաններ։ Լավագույն դեպքում մի քանի 100 ակտիվ քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, վատագույն դեպքում 1-ից պակաս։ Միջին գնահատականը մոտավորապես 1։ 1 քաղաքակրթություն 200 միլիարդ աստղերի մեջ, 1 լույս 13 միլիարդ տարվա մթության մեջ, 1 ձայն անվերջ լռության մեջ։ Եվ այդ 1 քաղաքակրթությունը մենք ենք։ Բայց եթե մենք իսկապես միակներն ենք, ապա որտեղ են բոլորը։ 1950 թվականին Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ճաշարանում ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին նստած էր իր գործընկերների հետ եւ քննարկում էր անօդաչու սկուտեղների վերջին զեկույցները։ Զրույցը թեթև էր, գրեթե կատակերգական, բայց հանկարծ Ֆերմին դադարեց, նայեց իր գործընկերներին եւ տվեց մի հարց, որը դարձավ ամենահայտնի հարցը ամբողջ աստրոբիոլոգիայում։ Որտեղ են բոլորը։ 3 բառ։ Բայց այդ 3 բառերի հետևում կար ամբողջ տրամաբանական շղթա։ Մեր գալակտիկան 13 միլիարդ տարեկան է, Արեգակը եւ Երկիրը միայն 4 միլիարդ 600 միլիոն։ Սա նշանակում է, որ մինչև մեր արեգակային համակարգի ծնունդը գալակտիկան արդեն գոյություն ունեցավ 8 միլիարդ 400 միլիոն տարի։ 8 միլիարդ 400 միլիոն տարի, երբ կարող էին ձևավորվել աստղեր, մոլորակներ, կյանք, քաղաքակրթություններ։ Եթե կյանքը եւ բանականությունը տարածված են, ապա պետք է գոյություն ունենան քաղաքակրթություններ, որոնք սկսել են իրենց զարգացումը միլիարդավոր տարիներ մեր առաջ։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը ունի 1 միլիոն տարվա տեխնոլոգիական առաջընթաց մեզանից առաջ։ Ոչ թե 100 տարի, ինչպես տարբերությունն է մեր եւ Նապոլեոնի դարաշրջանի միջև։ 1 միլիոն տարի։ Նրանց տեխնոլոգիան կլիներ այնքան առաջադեմ մեր համեմատ, որքան մեր տեխնոլոգիան առաջադեմ է մրջյունների համեմատ։ Այդպիսի քաղաքակրթությունը կարող էր գաղութացնել ամբողջ գալակտիկան, նույնիսկ եթե նրանք ճանապարհորդեին միայն 10% լույսի արագությամբ, շատ դանդաղ տիեզերական ստանդարտներով, նրանք կարող էին հասնել յուրաքանչյուր աստղային համակարգի մեր գալակտիկայում մոտավորապես 1 միլիոն տարվա ընթացքում։ 1 միլիոն տարի, 13 միլիարդ տարվա պատմության մեջ։ Սա ինչպես 1 րոպե 1 տարվա մեջ, բայց մենք չենք տեսնում նրանց։ Մենք չենք տեսնում նրանց տիեզերանավեր։ Մենք չենք տեսնում նրանց գաղութներ։ Մենք չենք լսում նրանց ազդանշաններ։ Մենք չենք տեսնում նրանց ճարտարագիտական նախագծեր, Դայսոնի սֆերաներ, աստղերի շուրջ, տերաֆորմացված մոլորակներ, փոփոխված գալակտիկաներ։ Ոչինչ, լրիվ լռություն։ Սա է Ֆերմիի պարադոքսը։ Եթե տիեզերքը պետք է լինի կյանքով, ապա որտեղ են ապացույցները։ Որտեղ են նրանք։ 67 տարի անց 2017 թվականին Օքսֆորդի համալսարանի մարդկության ապագայի ինստիտուտի 3 գիտնականներ Անդերս Սանդբերգը, Էրիկ Դրեքսլերը եւ Թոբի Օրթը հրապարակեցին մի հետազոտություն, որը փորձեց պատասխանել Ֆերմիի հարցին մաթեմատիկական խստությամբ։ Նրանք վերցրին Դրեյքի հավասարումը եւ կիրառեցին նոր մեթոդ,
Մոնտե Կարլոյի մոդելավորում։ Փոխանակ յուրաքանչյուր պարամետրի համար օգտագործելու մեկ գնահատական, նրանք օգտագործեցին ամբողջ տիրույթ հնարավոր արժեքների։ Օրինակ, կյանքի ծագման հավանականության համար նրանք չասացին 1% կամ 10%։ Նրանք ասացին, ցանկացած արժեք 0-ից մինչև 100%, բոլոր արժեքները հավասարապես հնարավոր։ Հետո նրանք գործարկեցին համակարգչային սիմուլյացիա, որը պատահականորեն ընտրեց արժեքներ յուրաքանչյուր պարամետրի համար և հաշվեց վերջնական պատասխանը։ Նրանք կրկնեցին այս գործընթացը 1 միլիոն անգամ։ Արդյունքները եղան ապշեցուցիչ։ Երբ նրանք վերլուծեցին 1 միլիոն սիմուլյացիաները, նրանք հայտնաբերեցին, որ ամենահավանական պատասխանը չէր հազարավոր քաղաքակրթություններ կամ տասնյակ քաղաքակրթություններ։ Ամենահավանական պատասխանը եղավ. մենք միակներն ենք մեր գալակտիկայում։ Ավելին, երբ նրանք ընդլայնեցին հաշվարկները ամբողջ դիտարկելի տիեզերքի համար։ 2 տրիլիոն գալակտիկաներ։ Նրանք հայտնաբերեցին, որ կա զգալի հավանականություն, որ մենք միակ բանական քաղաքակրթությունն ենք ամբողջ տիեզերքում։ Ամբողջ տիեզերքում։ 2 տրիլիոն գալակտիկաներում։ 1 սեպտիլիոն աստղերում։ Միայն մենք։ Բայց ինչպես սա հնարավոր է։ Ինչպես մենք կարող ենք լինել այդքան հատուկ։ Պատասխանը կայանում է մաթեմատիկայի դաժան բնույթի մեջ։ Երբ դուք բազմապատկում եք հավանականություններ, արդյունքը կարող է դառնալ անհավատալի, փոքր անհավատալի արագ։ Պատկերացրեք, որ դուք նետում եք 10 մետաղադրամ։ Հավանականությունը, որ բոլոր 10 մետաղադրամները կընկնեն գլխով, 1024-ից 1-ն է։ Ոչ այնքան անհավանական։ Բայց եթե դուք նետեք 20 մետաղադրամ, հավանականությունը դառնում է 1,40576-ից 1-ը։ 30 մետաղադրամ 1 միլիարդից 1-ը։ 50 մետաղադրամ 1 քվադրիլիոնից 1-ը։ Դրեյքի հավասարումը նման է նետելու ոչ թե 10 կամ 20, այլ հարյուրավոր մետաղադրամներ միաժամանակ։ Յուրաքանչյուր պարամետր մեկ այլ մետաղադրամ, և յուրաքանչյուր մետաղադրամ պետք է ընկնի ճիշտ կողմով, որպեսզի ստանաք տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն։ Եկեք քայլ առ քայլ անցնենք այս մետաղադրամների միջով։ Առաջին մետաղադրամ. աստղը պետք է լինի ճիշտ տեսակի։ Ոչ շատ մեծ, որովհետև մեծ աստղերը այրվում են շատ արագ, միլիոնավոր տարիներ, ոչ թե միլիարդավոր։ Ոչ շատ փոքր, որովհետև փոքր աստղերը արտանետում են վտանգավոր ճառագայթում։ Ճիշտ չափի աստղ, ինչպես մեր Արեգակը։ Հավանականություն՝ մոտավորապես 10% բոլոր աստղերից։ Երկրորդ մետաղադրամ. մոլորակը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, բնակելի գոտում, ոչ շատ մոտ, ոչ շատ հեռու։ Հավանականություն՝ մոտավորապես 20%։ Երրորդ մետաղադրամ. մոլորակը պետք է ունենա ճիշտ զանգված, ոչ շատ փոքր, ինչպես Մարսը, որը կորցրեց իր մթնոլորտը, ոչ շատ մեծ, ինչպես Յուպիտերը, որը գազային հսկա է, ճիշտ չափ, ինչպես Երկիրը։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 10%։ Չորրորդ մետաղադրամ. մոլորակը պետք է ունենա մագնիսական դաշտ։ Երկիրը ունի հզոր մագնիսական դաշտ, որը պաշտպանում է մեզ Արեգակի վտանգավոր մասնիկներից։ Մարսը կորցրեց իր մագնիսական դաշտը միլիարդավոր տարիներ առաջ և արդյունքում կորցրեց իր մթնոլորտը և ցանկացած մակերևութային ջուր։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 20%։ Հինգերորդ մետաղադրամ. մոլորակը պետք է ունենա մեծ լուսին։ Երկրի լուսինը անսովոր մեծ է իր մոլորակի համեմատ։ Այն կայունացնում է Երկրի պտտման առանցքը, ինչը կայունացնում է մեր կլիման։ Առանց լուսնի Երկրի առանցքը կտատանվեր վայրիորեն, ստեղծելով ծայրահեղ կլիմայական փոփոխություններ, որոնք կարող էին կանխել բարդ կյանքի զարգացումը։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար շատ ցածր։ Մեր լուսինը ձևավորվեց, երբ Մարսի չափի մոլորակ բախվեց Երկրին մոտավորապես 4 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Սա անհավատալի հազվագյուտ իրադարձություն էր։ Վեցերորդ մետաղադրամ. մոլորակը պետք է ունենա ճիշտ քիմիական կազմ։ Ածխածին, ջուր, ազոտ, ֆոսֆոր։ Բոլոր կյանքի շինանյութերը։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 50%։ Յոթերորդ մետաղադրամ. մոլորակը պետք է գտնվի ճիշտ տեղում գալակտիկայում, ոչ շատ մոտ կենտրոնին, որտեղ սուպերնովաները և գամմա ճառագայթների պոռթկումները շատ հաճախ են, ոչ շատ հեռու,
որտեղ քիչ են ծանր տարրերը, ճիշտ տեղում, ինչպես մենք։ Հավանականություն՝ մոտավորապես 10%։ 8-րդ մետաղադրամ։ Մոլորակը պետք է ունենա տեկտոնիկական ակտիվություն։ Երկրի տեկտոնիկական սալերը շարժվում են, ստեղծելով լեռներ, օվկիանոսներ, վուլկաններ։ Այս ցիկլը կարգավորում է մթնոլորտում ածխածնի երկօքսիդի մակարդակը, պահպանելով կլիման կայուն միլիարդավոր տարիների ընթացքում։ Առանց տեկտոնիկական ակտիվության մոլորակը կարող էր դառնալ շատ տաք կամ շատ սառը։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 20%։ 9-րդ մետաղադրամ։ Մոլորակը պետք է ունենա ջուր, շատ ջուր։ Երկրի մակերևույթի 70%-ը ծածկված է օվկիանոսներով, բայց ոչ շատ ջուր։ Եթե ամբողջ մակերևույթը օվկիանոս լիներ, չէին լինի ցամաք։ Տեկտոնիկական ցիկլ, կլիմայի կարգավորում, ճիշտ քանակ ջուր։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 10%։ 10-րդ մետաղադրամ։ Մոլորակը պետք է խուսափի մեծ աստերոիդային բախումներից բավականաչափ երկար ժամանակ։ Երկիրը ենթարկվել է հսկայական բախումների, ներառյալ այն մեկը, որը ոչնչացրեց դինոզավրերին 65 միլիոն տարի առաջ։ Բայց մենք ունեցանք բախտ։ Յուպիտերը, մեր հսկա հարևանը, գործում է որպես տիեզերական վահան, իր հսկայական ձգողականությամբ շեղելով շատ աստերոիդներ և կոմետներ։ Առանց Յուպիտերի Երկիրը կարող էր ենթարկվել տասնապատիկ ավելի շատ բախումների։ Հավանականություն՝ անհայտ, բայց հավանաբար մոտավորապես 20%։ Եվ սրանք միայն մետաղադրամներն են մոլորակի ձևավորման համար։ Մենք դեռ չենք սկսել կյանքի մետաղադրամները։ 11-րդ մետաղադրամ։ Կյանքը պետք է ծագի։ Մենք չգիտենք, թե որքան դժվար է սա։ Մենք գիտենք, որ դա տեղի ունեցավ Երկրի վրա մոտավորապես 4 միլիարդ տարի առաջ։ Բայց արդյոք դա եղավ, որովհետև դա հեշտ է, թե որովհետև մենք անհավատալի բախտավոր էինք։ 2019 թվականին Հարվարդի համալսարանի քիմիկոս Ջեք Շոստակը հրապարակեց մի հետազոտություն, որը փորձեց գնահատել կյանքի ծագման հավանականությունը։ Նա վերլուծեց բոլոր քիմիական ռեակցիաները, որոնք անհրաժեշտ են ստեղծելու ամենապարզ ինքնավերարտադրվող մոլեկուլը։ Նրա եզրակացությունը եղավ սարսափելի։ Հավանականությունը կարող է լինել 1 տրիլիոնից 1 կամ նույնիսկ ավելի ցածր։ 12-րդ մետաղադրամ։ Կյանքը պետք է գոյատևի։ Երկրի վրա կյանքը գրեթե ոչնչացվել է բազմիցս։ Մոտավորապես 2 միլիարդ 300 միլիոն տարի առաջ ողջ մոլորակը սառեց, այսպես կոչված ձնագնդակ երկիր իրադարձություն։ Մոլորակը ծածկված էր սառույցով բևեռից բևեռ։ Կյանքը գոյատևեց միայն ջերմային աղբյուրների մոտ, օվկիանոսների խորքում։ Մոտավորապես 250 միլիոն տարի առաջ, Պերմյան ժամանակաշրջանի վերջում, հսկայական վուլկանական ժայթքումները Սիբիրում ոչնչացրեցին 95% բոլոր տեսակների։ Կյանքը գրեթե վերջացավ, բայց այն վերականգնվեց։ Հավանականություն՝ անհայտ, բայց ակնհայտորեն ոչ 100%։ 13-րդ մետաղադրամ։ Կյանքը պետք է զարգանա բազմաբջիջ ձևերի։ Երկրի վրա կյանքը մնաց միաբջիջ մոտավորապես 3 միլիարդ տարի։ 3 միլիարդ տարի միկրոբներ և ոչինչ ավելին։ Հետո մոտավորապես 600 միլիոն տարի առաջ ինչ-որ բան փոխվեց։ Բջիջները սկսեցին համագործակցել, ձևավորել բարդ կառույցներ։ Սա էր կամբրիական պայթյունը, կյանքի ձևերի անհավատալի բազմազանացում։ Բայց ինչու տևեց 3 միլիարդ տարի։ Ինչու ոչ 1 միլիարդ կամ 5 միլիարդ։ Մենք չգիտենք։ Հավանականություն՝ անհայտ։ 14-րդ մետաղադրամ։ Բազմաբջիջ կյանքը պետք է զարգանա բարդ օրգանիզմերի, կենդանիներ ողնաշարով, ուղեղով, զգայարանների համակարգերով։ Երկրի վրա սա տեղի ունեցավ մոտավորապես 500 միլիոն տարի առաջ։ Բայց արդյոք դա անխուսափելի էր։ Հավանականություն՝ անհայտ։ 15-րդ մետաղադրամ։ Կենդանիները պետք եղան է դուրս գան ջրից և գաղութացնեն ցամաքը։ Երկրի վրա սա տեղի ունեցավ մոտավորապես 400 միլիոն տարի առաջ։ Ձկները զարգացրին թոքեր, վերափոխվեցին երկկենցաղների, հետո սողունների։ Բայց սա պահանջեց հսկայական ադապտացիաներ, շնչառություն օդում, շարժում ցամաքի վրա, վերարտադրություն առանց ջրի։ Հավանականություն՝ անհայտ։ 16-րդ մետաղադրամ։ Կենդանիները պետք է զարգացնեն մեծ ուղեղներ։ Երկրի վրա սա տեղի ունեցավ բազմիցս՝ դելֆիններ, փղեր, ագռավներ, պրիմատներ։ Բայց միայն մեկ տեսակ զարգացրեց այն տեսակի ուղեղը, որը կարող է ստեղծել տեխնոլոգիա։ Հավանականություն՝ անհայտ, բայց ակնհայտորեն շատ ցածր։
17-րդ մետաղադրամ։ Բանական տեսակը պետք է զարգացնի լեզու։ Մարդիկ ունեն բարդ լեզու, որը թույլ է տալիս փոխանցել գաղափարներ սերունդից սերունդ։ Սա է մեր գաղտնի զենքը։ Բայց լեզուն պահանջեց անատոմիական փոփոխություններ։ Ստորին կոկորդ, ճկուն լեզու, ճիշտ ձևի ձայնային լարեր։ Հավանականություն անհայտ։ 18-րդ մետաղադրամ։ Բանական տեսակը պետք է զարգացնի գործիքների օգտագործում։ Շատ կենդանիներ օգտագործում են պարզ գործիքներ, բայց միայն մարդիկ ստեղծեցին բարդ գործիքներ պատրաստելու համար։ Հավանականություն անհայտ։ 19-րդ մետաղադրամ։ Բանական տեսակը պետք է զարգացնի գյուղատնտեսություն։ Մարդիկ էին որսորդ հավաքողներ, մոտավորապես 200,000 տարի։ Միայն մոտավորապես 10,000 տարի առաջ մենք սկսեցինք մշակել հող և ընտանեկան կենդանիներ։ Սա թույլ տվեց մեզ ստեղծել մշտական բնակավայրեր, քաղաքներ, քաղաքակրթություններ։ Հավանականություն անհայտ, բայց ակնհայտորեն ոչ անխուսափելի։ Շատ մշակույթներ մնացին որսորդ հավաքողներ հազարավոր տարիներ։ 20-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է զարգացնի գրելու արվեստ։ Սա թույլ է տալիս գիտելիքը պահպանել և փոխանցել ավելի արդյունավետ, քան բանավոր ավանդույթը։ Երկրի վրա գրելու արվեստը գյուտարարվեց անկախ մի քանի անգամ՝ Միջագետքում, Եգիպտոսում, Չինաստանում, Մեզոամերիկայում։ Բայց ոչ բոլոր քաղաքակրթություններն են զարգացրել գրելու արվեստ։ Ինկաները, հզոր կայսրություն, երբեք չունեցան գրավոր լեզու։ Հավանականություն անհայտ։ 21-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է զարգացնի գիտություն։ Ոչ միայն տեխնոլոգիա, այլ գիտական մեթոդ, դիտարկում, փորձարկում, տեսություն։ Երկրի վրա սա տեղի ունեցավ միայն մեկ անգամ՝ Եվրոպայում, 17-րդ դարում։ Այլ քաղաքակրթություններ ունեցան տեխնոլոգիա, բայց ոչ գիտական հեղափոխություն։ Հավանականություն անհայտ, բայց ակնհայտորեն շատ ցածր։ 22-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է զարգացնի արդյունաբերական հեղափոխություն։ Գոլորշու շարժիչներ, գործարաններ, զանգվածային արտադրություն։ Երկրի վրա սա տեղի ունեցավ 18-րդ դարում Անգլիայում, բայց դա պահանջեց հատուկ պայմաններ՝ ածուխ, երկաթ, կապիտալիզմ, գիտական գիտելիք։ Հավանականություն անհայտ։ 23-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է զարգացնի էլեկտրականություն։ Սա բացեց ճանապարհը ռադիոյին, հեռուստատեսությանը, համակարգիչներին։ Երկրի վրա սա տեղի ունեցավ 19-րդ դարում։ Հավանականություն անհայտ։ 24-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է զարգացնի ռադիոտեխնոլոգիա։ Կարողություն ուղարկել և ստանալ էլեկտրամագնիսական ալիքներ։ Երկրի վրա սա տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին։ Հավանականություն անհայտ։ 25-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է ցանկանա հաղորդակցվել այլ քաղաքակրթությունների հետ։ Սա ոչ տեխնոլոգիական հարց է, այլ մշակութային։ Արդյոք բոլոր քաղաքակրթություններն են ցանկանում գտնել այլ կյանք։ Հավանականություն անհայտ։ 26-րդ մետաղադրամ։ Քաղաքակրթությունը պետք է գոյատևի բավականաչափ երկար, հաղորդակցվելու համար։ Մարդկությունը ունեցել է ռադիոտեխնոլոգիա միայն մոտավորապես 100 տարի։ Այս ժամանակահատվածում մենք ունեցանք երկու համաշխարհային պատերազմ, Սառը պատերազմ, միջուկային զենքի մրցավազք։ Մենք եղանք շատ մոտ ինքնաոչնչացմանը։ Հավանականություն անհայտ, բայց ակնհայտորեն ոչ 100%։ 27 մետաղադրամ։ 27 անկախ հավանականություններ, որոնցից յուրաքանչյուրը պետք է ընկնի ճիշտ կողմով։ Եվ երբ դուք բազմապատկում եք այս բոլոր անհայտ, բայց հավանաբար ցածր հավանականությունները, ստանում եք մի թիվ, որը կարող է լինել անհավատալի փոքր։ Սա է պատճառը, որ Ֆերմիի պարադոքսը կարող է չլինել պարադոքս։ Լռությունը կարող է լինել պատասխանը։ Մենք չենք լսում ազդանշաններ, որովհետև չկան ազդանշաններ։ Մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ, որովհետև չկան այլ քաղաքակրթություններ։ Առնվազն ոչ հիմա, ոչ այստեղ, ոչ մեր գալակտիկայում։ Բայց սա միայն տեսություն է, և մարդկությունը չի հանգստացել տեսությունների վրա։ Մենք փորձել ենք գտնել ապացույց։ 1960 թվականին, նույն տարում, երբ Ֆրենք Դրեյքը գրեց իր հավասարումը, նա նաև գործարկեց մարդկության առաջին լուրջ փորձը լսելու այլ քաղաքակրթությունների ազդանշանները։ Նախագիծը կոչվում էր «Օզմա»։ Անունը վերցված էր Ֆրենկ Բաումի «Օզի հրաշագործը» գրքից, հեռավոր անհասանելի երկրի արքայադուստր։
Դրեյքը ուղեց Green Bank աստղադիտարանի 26 մետրանոց ռադիոհեռադիտակը դեպի երկու մոտակա աստղ՝ Tau կետի և Էպսիլոն Էրիդանի։ Երկուսն էլ լուսնել նման էին մեր արեգակին, երկուսն էլ գտնվում էին մոտավորապես 11 լուսատարի հեռավորության վրա, երկուսն էլ կարող էին ունենալ մոլորակներ։ Դրեյքը լսեց 6 ժամորական յուրաքանչյուր աստղի համար, ընդհանուր 200 ժամ։ Նա փնտրում էր նեղ հաճախականության ազդանշան, ինչ-որ բան, որը չէր կարող լինել բնական։ Աստղերը, գալակտիկաները, քվազարները արտանետում են ռադիոալիքներ լայն սպեկտրում, բայց արհեստական հաղորդիչը, ինչպես մեր ռադիոկայանները, արտանետում է շատ նեղ հաճախականության ազդանշան։ Սա կլիներ ստորագրություն, տեխնոլոգիայի ապացույց։ 200 ժամ անց Դրեյքը լսեց միայն տիեզերական աղմուկ։ Ոչինչ։ Բայց նա չհիասթափվեց։ Երկու աստղ 200 միլիարդից։ Սա էր, ինչպես փորձել գտնել մի հատուկ ավազի հատիկ ողջ Սահարայում, նայելով միայն երկու տեղ։ 63 տարի անց մենք դեռ փնտրում ենք, բայց մասշտաբը դարձել է անհամեմատ ավելի մեծ։ 1964 թվականին Սովետական Միությունում աստղագետ Նիկոլայ Կարթաշևը առաջարկեց մի դասակարգում, որը չափում է քաղաքակրթությունների տեխնոլոգիական մակարդակը, հիմնվելով նրանց էներգիայի օգտագործման վրա։ Տիպ 1 քաղաքակրթությունը կարող է օգտագործել ամբողջ էներգիան, որը հասանելի է իր մոլորակի վրա։ Տիպ 2 ամբողջ էներգիան իր աստղից։ Տիպ 3 ամբողջ էներգիան իր գալակտիկայից։ Մարդկությունը ըստ այս սանդղակի դեռ չի հասել նույնիսկ տիպ 1-ին։ Մենք տիպ 0 ենք։ Մենք օգտագործում ենք միայն փոքր մասը մեր մոլորակի էներգիայից։ Աստղագետ Կարլ Սեյգանը հաշվարկեց, որ մենք մոտավորապես տիպ 0.7 ենք։ Մենք դեռ մի քանի 100 տարի հեռու ենք տիպ 1-ից։ Բայց պատկերացրեք, տիպ 2 քաղաքակրթություն։ Նրանք կառուցել են կառույց իրենց աստղի շուրջ, որսալու համար ամբողջ արտանետվող էներգիան։ Սա կոչվում է Դայսոնի սֆերա, անվանված ֆիզիկոս Ֆրիմեն Դայսոնի պատվին, որը առաջարկեց այս գաղափարը 1960 թվականին։ Այդպիսի կառույցը կլիներ տեսանելի նույնիսկ հազարավոր լուսատարիների հեռավորությունից։ Այն կլաներ աստղի տեսանելի լույսը և վերարտանետեր ինֆրակարմիր ճառագայթում։ Մենք կարող էինք հայտնաբերել այն մեր հեռադիտակներով։ 2015 թվականին Փենսիլվանիայի նահանգային համալսարանի աստղագետ Ջեյսոն Ռայթը ղեկավարեց թիմ, որը վերլուծեց Քեփլեր տիեզերական հեռադիտակի տվյալները, փնտրելով Դայսոնի սֆերաների նշաններ։ Նրանք ուսումնասիրեցին 150,000 աստղ։ Նրանք փնտրեցին աստղեր, որոնք ունեին անսովոր ինֆրակարմիր ստորագրություն։ Նրանք գտան 0։ Ոչ մի Դայսոնի սֆերա 150,000 աստղերի շուրջ։ Բայց գուցե տիպ 2 քաղաքակրթությունները չեն կառուցում Դայսոնի սֆերաներ։ Գուցե նրանք օգտագործում են այլ տեխնոլոգիաներ, որոնք մենք չենք կարող պատկերացնել։ Ուստի մենք շարունակում ենք փնտրել ավելի պարզ ազդանշաններ, ռադիոհաղորդումներ։ 1974 թվականին Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանից աստղագետները ուղարկեցին մարգության առաջին միտումնավոր հաղորդագրությունը դեպի աստղերը։ Հաղորդագրությունը, որը կոչվում էր Արեսիբո հաղորդագրություն, տևեց 3 րոպե։ Այն պարունակում էր 1174 բիտ տեղեկատվություն, թվեր 1-ից 10, ջրածնի և ածխածնի ատոմների սխեմաներ, ԴՆԹ-ի կառուցվածք, մարդու ֆիգուր, արեգակային համակարգի սխեմա, Արեսիբո հեռադիտակի պատկեր։ Հաղորդագրությունը ուղղված էր M13 գնդաձև աստղակույտին, 25,000 լուսատարի հեռավորության վրա։ Եթե այնտեղ կա ինչ-որ մեկը, և եթե նրանք ունեն ռադիոհեռադիտակ, և եթե նրանք պատահաբար լսում են ճիշտ հաճախականությամբ ճիշտ պահին, նրանք կստանան մեր հաղորդագրությունը 25,000 տարի անց։ Եթե նրանք պատասխանեն անմիջապես, մենք կստանանք պատասխանը 50,000 տարի անց։ 50,000 տարի։ Ամբողջ մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է միայն 10,000 տարի, բայց մենք չենք սպասում պատասխանի։ Արեսիբո հաղորդագրությունը եղավ ավելի շուտ խորհրդանիշ, քան լուրջ փորձ։ Իսկական փնտրտուքը եղավ լսելը, ոչ թե խոսելը։ 1985 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում աստղագետները հիմնադրեցին SETI ինստիտուտը, արտաերկրային բանականության որոնման ինստիտուտ։ Նրանց առաքելությունը պարզ էր՝ լսել։ Լսել յուրաքանչյուր հաճախականությամբ, յուրաքանչյուր ուղղությամբ, յուրաքանչյուր պահի։ Գտներ մի ազդանշան, որը չէր կարող լինել բնական։ 2005 թվականին SETI ինստիտուտը սկսեց կառուցել Ալեն հեռադիտակների զանգվածը, 46 մետրանոց ռադիոհեռադիտակներ Հյուսիսային Կալիֆոռնիայում։
Սկզբնական պլանը եղավ կառուցել 356 հեռադիտակ, բայց ֆինանսավորումը սպառվեց 356-ից հետո։ Այնուամենայնիվ, նույնիսկ 356 հեռադիտակներով զանգվածը կարող էր դիտարկել 3 աստղ միաժամանակ, լսել միլիարդավոր հաճախականություններ, մշակել հսկայական տվյալների հոսքեր։ 17 տարի անց, 2022 թվականին, Ալեն հեռադիտակների զանգվածը ավարտեց իր առաջին մեծ ծրագիրը։ Նա դիտարկեց 1300 աստղ, բոլորը 100 լուսատարիների ներսում, երսում, բոլորը նման մեր արեգակին։ Նա լսեց յուրաքանչյուր աստղ մոտավորապես 1 ժամ։ Նա փնտրեց ցանկացած ազդանշան, որը կարող էր լինել արհեստական։ Արդյունք՝ 0։ Ոչ մի ազդանշան 1300 աստղից։ Բայց գուցե 1 ժամ բավարար չէր։ Գուցե այլ քաղաքակրթությունները հեռարձակում են միայն որոշակի ժամերին։ Կամ գուցե նրանք օգտագործում են հաճախականություններ, որոնք մենք չենք ստուգել։ Կամ գուցե նրանց ազդանշանները շատ թույլ են հասնելու համար մեզ։ Ուստի մենք շարունակեցինք փնտրել։ 2015 թվականին ռուս միլիարդատեր Յուրի Միլները հայտարարեց ամենամեծ մասնավոր ֆինանսավորվող գիտական ծրագիրը պատմության մեջ։ Նա հատկացրեց $100 միլիոն 10 տարվա ընթացքում նոր սետի նախաձեռնության համար, որը կոչվեց Breakthrough Listen (խզման լսելը)։ Ծրագիրը կօգտագործեր ամենահզոր ռադիոհեռադիտակները աշխարհում՝ Green Bank-ը Արևմտյան Վիրջինիայում և Parkes-ը Ավստրալիայում։ Այն կդիտարկեր 1 միլիոն մոտակա աստղ։ Այն կսկանավորեր 100 մոտակա գալակտիկաներ։ Այն կլսեր լայն սպեկտր հաճախականությունների։ 9 տարի անց, 2024 թվականին, Breakthrough Listen-ը հրապարակեց իր արդյունքները։ Նրանք դիտարկել էին ավելի քան 1 միլիոն աստղ։ Նրանք վերլուծել էին պետաբայթեր տվյալների։ Նրանք հայտնաբերել էին հազարավոր հետաքրքիր ազդանշաններ, որոնք պահանջում էին հետագա ուսումնասիրություն։ Բայց երբ նրանք վերադարձան այդ աստղերին, ազդանշանները անհետացել էին։ Յուրաքանչյուր անգամ։ Յուրաքանչյուր հետաքրքիր ազդանշան եղավ կամ արհեստական արբանյակից միջամտություն, կամ երկրի վրայից ռադիոխանգարում, կամ պարզապես պատահական աղմուկ։ Ոչ մի ազդանշան չկրկնվեց։ Ոչ մի ազդանշան չեղավ իսկապես արտաերկրային։ 1 միլիոն աստղ, 0 քաղաքակրթություններ։ Բայց գուցե մենք փնտրում ենք սխալ բանը։ Գուցե առաջադեմ քաղաքակրթությունները չեն օգտագործում ռադիոալիքներ։ Գուցե նրանք օգտագործում են լազերներ։ 1960 թվականին, նույն տարում, երբ Դրեյքը գործարկեց Օզմա նախագիծը, ֆիզիկոսներ Չարլզ Թաուսը և Ռոբերտ Շվարցը հրապարակեցին մի հոդված, որը առաջարկում է, որ լազերները կարող են լինել ավելի լավ միջոց միջաստղային հաղորդակցության համար։ Լազերային ճառագայթը կարող է լինել անհավատալի նեղ և ուղղված։ Այն կարող է կրել ավելի շատ տեղեկատվություն, քան ռադիոալիքները, և այն ավելի դժվար է միջամտության ենթարկել։ Բայց լազերային ազդանշանը նաև ավելի դժվար է հայտնաբերել։ Ռադիոալիքները տարածվում են բոլոր ուղղություններով։ Եթե դուք հեռարձակում եք ռադիոալիքներ, ցանկացած մեկը ցանկացած տեղից կարող է լսել։ Բայց լազերային ճառագայթը ուղղված է միայն մեկ կետին։ Եթե դուք չեք գտնվում ճիշտ այդ կետում, դուք ոչինչ չեք տեսնի։ Այնուամենայնիվ, աստղագետները սկսեցին փնտրել լազերային ազդանշաններ։ 2011 թվականին Հարվարդի համալսարանում աստղագետները գործարկեցին օպտիկական սետի ծրագիրը։ Նրանք օգտագործեցին հեռադիտակ Մասաչուսեթսում փնտրելու համար կարճ լազերային պոռթկումներ աստղերից։ Նրանք դիտարկեցին հազարավոր աստղ 10 տարվա ընթացքում։ Արդյունք՝ 0։ Ոչ մի լազերային ազդանշան։ Բայց գուցե մենք փնտրում ենք սխալ տեղում։ Գուցե կյանքը տարածված է ոչ թե աստղերի շուրջ, այլ տեղերում։ 2005 թվականին ՆԱՍԱ-ի Կասինի տիեզերանավը, որը ուղեցրում էր Սատուրնը, կատարեց ապշեցուցիչ հայտնագործություն։ Սատուրնի լուսին Էնցելադուսը, փոքր սառցե աշխարհ, ցայտեցնում էր հսկայական ջրի ֆոնտաններ իր հարավային բևեռից։ Սա նշանակում էր, որ Էնցելադուսի սառցե կեղևի տակ կար հեղուկ ջրի օվկիանոս։ Եվ որտեղ կա հեղուկ ջուր, կարող է լինել կյանք։ 2014 թվականին ՆԱՍԱ-ի Գալիլեո տիեզերանավի հին տվյալների վերլուծությունը բացահայտեց, որ Յուպիտերի լուսին Եվրոպան նույնպես ունի ստորգետնյա օվկիանոս։ Ավելին, այվկիանոսը կարող է պարունակել ավելի շատ ջուր, քան բոլոր երկրի օվկիանոսները միասին։ 2017 թվականին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ Սատուրնի մեկ այլ լուսին, Տիտանը, ունի հեղուկ մեթանի լճեր և ծովեր իր մակերևույթի վրա։
եւ հավանաբար ջրի օվկիանոս իր սառցե կեղևի տակ։ Մեր սեփական արեգակային համակարգում մենք հայտնաբերել ենք առնվազն 3 աշխարհ, որոնք կարող են ունենալ պայմաններ կյանքի համար։ 3 աշխարհ 8-ից։ Եթե այս հարաբերակցությունը տարածված է ամբողջ տիեզերքում, ապա բնակելի աշխարհների թիվը կարող է լինել տասնապատիկ ավելի մեծ, քան մենք մտածում էինք։ Բայց այս աշխարհները շատ տարբեր են Երկրից։ Նրանք չունեն արեգակնային լույս։ Նրանց օվկիանոսները գտնվում են սառույցի տակ։ Եթե այնտեղ կա կյանք, այն կլինի շատ տարբեր մեր կյանքից, եւ այն երբեք չի զարգացնի տեխնոլոգիա։ Ինչպես դուք կարող եք ստեղծել կրակ ջրի տակ։ Ինչպես դուք կարող եք հալել մետաղ։ Ինչպես դուք կարող եք կառուցել ռադիոհեռարձակիչ։ Ուստի նույնիսկ եթե կյանքը տարածված է այս ստորգետնյա օվկիանոսներում, այն երբեք չի կարող հաղորդակցվել մեզ հետ։ Այն կմնա հավերժ, անտեսանելի։ Սա է մեկ այլ ճանապարհ, որով Դրեյքի հավասարումը կարող է տալ 0։ Նույնիսկ եթե կյանքը տարածված է, նույնիսկ եթե բանականությունը զարգանում է, եթե այն զարգանում է սխալ տեղերում, որտեղ տեխնոլոգիան անհնար է, մենք երբեք չենք գտնի նրանց։ Բայց գուցե ամենասարսափելի բացատրությունը Ֆերմիի պարադոքսի համար ոչ թե այն է, որ կյանքը հազվագյուտ է, կամ որ բանականությունը դժվար է զարգացնել, կամ որ տեխնոլոգիան անհնար է որոշ տեղերում, գուցե ամենասարսափելի բացատրությունը այն է, որ տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են։ Միշտ, անխուսափելիորեն։ Սա կոչվում է մեծ ֆիլտր տեսություն։ 2000 թվականին տնտեսագետ Ռոբին Հենսոնը ձևակերպեց այս գաղափարը մի հոդվածում, որը դարձավ Սետի համայնքում ամենաքննարկվող տեքստերից մեկը։ Հենսոնի փաստարկը պարզ էր, բայց սարսափելի։ Եթե կյանքը եւ բանականությունը տարածված են, ապա տիեզերքը պետք է լինի քաղաքակրթություններով։ Բայց մենք չենք տեսնում նրանց։ Ուստի պետք է գոյություն ունենա ինչ-որ ֆիլտր, ինչ-որ փուլ էվոլյուցիոն ճանապարհին, որը անհավատալի դժվար է անցնել։ Ինչ-որ բան, որը կանխում է կյանքին հասնելուց տիեզերական քաղաքակրթության մակարդակին։ Հարցն այն է, որտեղ է այդ ֆիլտրը։ Եթե ֆիլտրը մեր հետևում է, օրինակ, կյանքի ծագումը անհավատալի հազվագյուտ է, ապա մենք բախտավոր ենք։ Մենք արդեն անցել ենք ամենադժվար մասը։ Մենք հազվագյուտ ենք, բայց մենք գոյություն ունենք։ Եվ մեր ապագան կարող է լինել պայծառ։ Բայց եթե ֆիլտրը մեր առջևում է, օրինակ, բոլոր տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են, ապա մենք վտանգի մեջ ենք։ Մենք դեռ չենք անցել ամենադժվար մասը, եւ մեր ապագան կարող է լինել կարճ։ Ինչպես քաղաքակրթությունը կարող է ինքնաոչնչանալ։ Կան բազմաթիվ ճանապարհներ։ Միջուկային պատերազմ։ Մարդկությունը ստեղծեց միջուկային զենք 1945 թվականին։ 78 տարի անց մենք ունենք մոտավորապես 13000 միջուկային գլուխամասեր։ Բավական, ոչնչացնելու քաղաքակրթությունը տասնյակ անգամ։ Սառը պատերազմի ընթացքում մենք եղանք բազմիցս շատ մոտ միջուկային պատերազմին։ 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ աշխարհը եղավ մի քանի ժամ հեռու ամբողջական միջուկային փոխանակումից։ Կենսաբանական զենք։ Մենք ունենք տեխնոլոգիա ստեղծելու համար վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են սպանել միլիարդավոր մարդկանց։ 2020 թվականին COVID-19 համաճարակը ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր գլոբալացված աշխարհը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Եվ COVID-19 եղավ համեմատաբար մեղմ։ Պատկերացրեք վիրուս, որը ունի էբոլայի մահացիության մակարդակը եւ գրիպի փոխանցման արագությունը։ Արհեստական բանականություն։ Մենք ստեղծում ենք մեքենաներ, որոնք դառնում են ավելի ու ավելի խելացի։ Ինչ կլինի, երբ նրանք դառնան ավելի խելացի մեզանից։ Ինչ կլինի, երբ նրանք կարողանան բարելավել իրենց անձը առանց մեր օգնության։ Ինչ կլինի, երբ նրանք որոշեն, որ մարդկությունը սպառնալիք է կամ պարզապես անօգուտ։ Կլիմայական փոփոխություն։ Մենք փոխում ենք մեր մոլորակի կլիման, այրելով հանածով առելիքներ, ոչնչացնելով անտառները, աղտոտելով օվկիանոսները։ Եթե մենք չկանգնեցնենք, մեր մոլորակը կարող է դառնալ անբնակելի։ Ոչ անմիջապես, բայց աստիճանաբար։ Ծովերի մակարդակի բարձրացում, ծայրահեղ եղանակային երևույթներ, գյուղատնտեսական փլուզում, զանգվածային միգրացիա, պատերազմներ ռեսուրսների համար։ Նանոտեխնոլոգիա։ Մենք սովորում ենք մանիպուլյացնել նյութը ատոմային մակարդակում։ Սա կարող է տալ անհավատալի օգուտներ, նոր նյութեր, բժշկական բուժումներ, էներգիայի աղբյուրներ։
բայց նաև անհավատալի վտանգներ։ Ինքնավերարտադրվող նանոռոբոտներ, որոնք դուրս են գալիս վերահսկողությունից և սպառում են ամբողջ կենսոլորտը։ Անհայտ անհայտներ։ Գուցե կան վտանգներ, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Տեխնոլոգիաներ, որոնք մենք դեռ չենք կյութարարել, բայց որոնք կարող են լինել ինքնաոչնչացման գործիքներ։ Մեծ ֆիլտր տեսությունը ասում է, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է մեր մակարդակին, բախվում է այս վտանգներից մեկին կամ մի քանիսին, և մեծ մասը ձախողվում է։ Նրանք ինքնաոչնչանում են, մինչև նրանք կարողանան տարածվել աստղերին։ Սա բացատրում է Ֆերմիի պարադոքսը։ Մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ, որովհետև նրանք բոլորը մեռել են։ Նրանք հասան մեր մակարդակին, հետո ինչ-որ բան սխալ գնաց։ Միջուկային պատերազմ, կենսաբանական աղետ, AB ապստամբություն, կլիմայական փլուզում, ինչ-որ բան։ Եվ եթե սա ճիշտ է, ապա մենք գտնվում ենք ամենավտանգավոր ժամանակաշրջանում մեր պատմության մեջ։ Մենք ունենք տեխնոլոգիա ոչնչացնելու մեզ, բայց դեռ չունենք իմաստությունը խուսափելու դրանից։ Մենք կանգնած ենք մեծ ֆիլտրի առջև։ Եվ հաջորդ մի քանի դարերը կորոշեն, արդյոք մենք կանցնենք, թե կմնանք մեկ այլ լռություն տիեզերական ռադիոյում։ 2018 թվականին Օքսֆորդի համալսարանի մարդկության ապագայի ինստիտուտը հրապարակեց մի հետազոտություն, որը փորձեց գնահատել մարդկության ինքնաոչնչացման հավանականությունը հաջորդ 100 տարիների ընթացքում։ Նրանք հարցրին փորձագետների, միջուկային ֆիզիկոսներ, կենսաբանական անվտանգության մասնագետներ, AB հետազոտողներ, կլիմայի գիտնականներ։ Միջին գնահատականը եղավ մոտավորապես 1/6-ից 1-ը։ 16% հավանականություն, որ մարդկությունը կինքնաոչնչանա հաջորդ 100 տարիների ընթացքում։ 16%։ Սա ավելի բարձր է, քան ռուսական ռուլետի հավանականությունը։ Բայց եթե մենք գիտենք այս վտանգների մասին, արդյոք մենք չենք կարող խուսափել դրանցից։ Արդյոք մենք չենք կարող լինել առաջին քաղաքակրթությունը, որը անցնում է մեծ ֆիլտրը։ Գուցե։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ շատ վատ են երկարաժամկետ մտածելու մեջ։ Մենք լավ ենք լուծում անմիջական խնդիրները, բայց մենք շատ վատ ենք կանխարգելում ապագա աղետները։ Մենք գիտեինք կլիմայական փոփոխության մասին 50 տարի, բայց մենք դեռ այրում ենք հանածո վառելիքներ ավելի ու ավելի շատ։ Մենք գիտենք միջուկային պատերազմի վտանգի մասին 70 տարի, բայց մենք դեռ ունենք 13,000 միջուկային գլուխամասեր։ Գուցե սա է մեծ ֆիլտրը, ոչ թե տեխնոլոգիական խնդիր, այլ հոգեբանական։ Բանական էակները զարգացնում են տեխնոլոգիա ավելի արագ, քան իմաստություն։ Նրանք ստեղծում են գործիքներ, որոնք կարող են ոչնչացնել նրանց, մինչև նրանք սովորում են, թե ինչպես չօգտագործել այդ գործիքները։ Եվ եթե սա ճիշտ է, ապա յուրաքանչյուր լռություն, որը մենք լսում ենք տիեզերքից, յուրաքանչյուր դատարկ հաճախականություն, յուրաքանչյուր աստղ, առանց Դայսոնի սֆերայի, սա ոչ թե բացակայության ապացույց է, այլ նախազգուշացում։ Նախազգուշացում, որ ճանապարհը տեխնոլոգիայից դեպի տիեզերական քաղաքակրթություն լի է ծուղակներով։ Եվ մեծ մասը չի հասնում։ Բայց կա մեկ այլ հնարավորություն։ Մեկը, որը ավելի տարօրինակ է, քան բոլոր մյուսները։ Գուցե այլ քաղաքակրթությունները գոյություն ունեն։ Գուցե նրանք չեն ինքնաոչնչացել։ Գուցե նրանք անցել են մեծ ֆիլտրը, բայց նրանք պարզապես չեն ուզում խոսել մեզ հետ։ Սա կոչվում է տիեզերական զոոտեսություն։ 1973 թվականին ամերիկացի ռադիոաստղագետ Ջոն Բոլը առաջարկեց, որ առաջադեմ քաղաքակրթությունները կարող են դիտարկել մեզ, բայց ոչ միջամտել։ Ինչպես մենք դիտարկում ենք կենդանիներին կենդանաբանական այգում։ Մենք ուսումնասիրում ենք նրանց, բայց մենք չենք փորձում հաղորդակցվել նրանց հետ։ Մենք թողնում ենք նրանց ապրել իրենց բնական կյանքը։ Գուցե տիեզերքը լի է քաղաքակրթություններով, որոնք դիտարկում են մեզ։ Գուցե նրանք ունեն կանոններ չմիջամտել երիտասարդ քաղաքակրթություններին։ Գուցե նրանք սպասում են, մինչև մենք հասնենք որոշակի մակարդակի, մինչև նրանք ներկայանան իրենց։ Կամ գուցե նրանք պարզապես չեն հետաքրքրված։ Գուցե քաղաքակրթություն, որը միլիոն տարի առաջ է մեզանից, գտնում է մեզ այնքան անհետաքրքիր, որքան մենք գտնում ենք մրջյուններին։ Մենք չենք փորձում հաղորդակցվել մրջյունների հետ։ Ինչու նրանք կփորձեին հաղորդակցվել մեզ հետ։ Կամ գուցե նրանք արդեն փորձել են, բայց մենք չենք նկատել։ Գուցե նրանք ուղարկել են հաղորդագրություններ, բայց մենք լսում էինք սխալ հաճախականությամբ։ Կամ սխալ ժամանակ, կամ սխալ տեղից։ Տիեզերքը հսկայական է։ Հաճախականությունների սպեկտրը անվերջ է։ Ժամանակը անսահման է։
Հավանականությունը, որ մենք լսում ենք ճիշտ հաճախականությամբ, ճիշտ ժամանակ, ճիշտ ուղղությամբ, անհավատալի փոքր է։ Սա ինչպես փորձել գտնել ընկերոջը մեծ քաղաքում առանց հեռախոսի։ Դուք երկուսդ էլ քայլում եք փողոցներով, փնտրում եք միմյանց, բայց քաղաքը ունի հազարավոր փողոցներ։ Դուք երկուսդ էլ կարող եք լինել միայն մի քանի մետր հեռավորության վրա, բայց տարբեր փողոցներում։ Դուք երբեք չեք հանդիպի։ Գուցե սա է Ֆերմիի պարադոքսի պատասխանը։ Ոչ թե այն, որ նրանք չկան, այլ այն, որ տիեզերքը շատ մեծ է, և մենք շատ փոքր ենք, և հանդիպելը պահանջում է անհավատալի բախտ։ Բայց կա վերջին հնարավորություն, ամենատարօրինակը, ամենասարսափելին։ Գուցե մենք իսկապես միակներն ենք։ Գիտեմ, թե ինչ եք մտածում հենց հիմա։ Սա հնչում է որպես սև ֆանտաստիկա, սա հնչում է որպես պեսիմիզմ, սա հնչում է որպես գիտնականներ, որոնք չափազանցեցին մաթեմատիկայով և կորցրին իրականության զգացումը։ Հասկանում եմ այդ ռեակցիան, իսկապես հասկանում եմ։ Երբ դուք առաջին անգամ լսում եք Դրեյքի հավասարման ժամանակակից մեկնաբանությունները, երբ դուք առաջին անգամ բախվում եք այն մաթեմատիկային, որը ասում է դուք կարող եք լինել միակները, բնական ռեակցիան մերժումն է։ Սա չի կարող լինել ճիշտ։ Տիեզերքը չափազանց մեծ է, հավանականությունները չափազանց բարձր են։ Բայց եկեք խոսենք անկեղծորեն գիտության մասին։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես գիտենք և ինչ մենք պարզապես ենթադրում ենք։ 63 տարի Դրեյքի հավասարումից հետո մենք ունենք ճշգրիտ տվյալներ միայն երկու պարամետրի համար։ 2, 7-ից։ Մենք գիտենք, թե քանի աստղ է ծնվում մեր գալակտիկայում տարեկան, մոտավորապես 7։ Մենք գիտենք, թե քանի աստղ ունեն մոլորակներ, գրեթե բոլորը։ Սա է, սրանք են փաստերը։ Մնացած 5 պարամետրերը, մնացած 5 հարցերը, որոնք որոշում են, թե արդյոք մենք միակներն ենք, թե ոչ, դրանց համար մենք ունենք միայն մեկ տվյալ կետ, մեկ օրինակ, մեկ մոլորակ, մեր մոլորակը։ Սա ինչպես փորձել հասկանալ, թե ինչպես է աշխատում ողջ օվկիանոսը, ուսումնասիրելով մեկ բաժակ ջուր։ Դուք կարող եք սովորել շատ բան այդ բաժակի մասին, բայց արդյոք դուք կարող եք եզրակացություններ անել ողջ օվկիանոսի մասին։ Արդյոք ձեր բաժակը տիպիկ է, թե բացառիկ։ 2021 թվականին Քեմբրիջի համալսարանի աստրոֆիզիկոս Ամիր Սիրաջը հրապարակեց մի հետազոտություն, որը վերլուծում էր մեր գիտելիքների սահմանները Դրեյքի հավասարման մասին։ Նրա եզրակացությունը եղավ ցնցող իր պարզությամբ։ Նա ասաց. «Մենք չգիտենք բավականաչափ, նույնիսկ գնահատելու համար, թե արդյոք մենք գիտենք բավականաչափ»։ Մտածեք դրա մասին։ Մենք չգիտենք, թե որքան հազվագյուտ է կյանքի ծագումը։ Մենք ունենք տեսություններ, ըռընթե աշխարհ, պանսպերմիա, հիդրոթերմալ աղբյուրներ, բայց մենք չունենք ապացույց։ Մենք երբեք չենք ստեղծել կյանք լաբորատորիայում սկզբից։ Մենք երբեք չենք դիտարկել կյանքի ծագումը մեկի ծագումը մեկ այլ մոլորակի վրա։ Մենք ունենք մեկ օրինակ։ Եվ մեկ օրինակից դուք չեք կարող հաշվարկել հավանականություն։ Սա ինչպես նետել մետաղադրամ մեկ անգամ, ստանալ գլուխ և փորձել հաշվարկել, թե որքան հաճախ մետաղադրամները ընկնում են գլխով։ Դուք կարող եք ասել 100%, որովհետև իմ մեկ փորձը տվեց գլուխ։ Կամ դուք կարող եք ասել ես չգիտեմ, որովհետև մեկ փորձ բավարար չէ։ Երկրորդ պատասխանը ավելի ազնիվ է։ Բայց ահա որտեղ իրերը դառնում են իսկապես հետաքրքիր։ Նույնիսկ եթե մենք չգիտենք ճշգրիտ հավանականությունները, մենք կարող ենք հաշվարկել տիրույթներ։ Մենք կարող ենք ասել, եթե կյանքի ծագման հավանականությունը ավելի բարձր է, քան x, ապա պետք է լինեն y քաղաքակրթություններ։ Եվ հետո մենք կարող ենք ստուգել, արդյոք մենք տեսնում ենք y քաղաքակրթություններ։ 2019 թվականին Օքսֆորդի մարդկության ապագայի ինստիտուտի գիտնականները կատարեցին հենց այդ հաշվարկը։ Նրանք վերցրին Դրեյքի հավասարումը և կիրառեցին այն, ինչ կոչվում է բայեսյան վերլուծություն։ Փոխանակ ասելու կյանքի ծագման հավանականությունը x է, նրանք ասացին, կյանքի ծագման հավանականությունը կարող է լինել ցանկացած բան 0-ից մինչև 100%, և մենք չգիտենք, թե որ արժեքն է ավելի հավանական։ Երբ դուք անում եք այդ հաշվարկը, երբ դուք թույլ եք տալիս յուրաքանչյուր անհայտ պարամետրի ունենալ ցանկացած հնարավոր արժեք, ստանում եք ապշեցուցիչ արդյունք։ Ամենահավանական պատասխանը չէ հազարավոր քաղաքակրթություններ։ Ամենահավանական պատասխանը նույնիսկ չէ տասնյակ քաղաքակրթություններ։ Ամենահավանական պատասխանը մենք միակներն ենք մեր գալակտիկայում։ Եվ կա զգալի հավանականություն, մոտավորապես 30-ից 1%,
որ մենք միակներն ենք ամբողջ դիտարկելի տիեզերքում։ 30%։ Սա ոչ թե փոքր թիվ է, սա ոչ թե վիճակագրական սխալ է, սա 1/3-ն է։ 1/3 հավանականություն, որ 2 տրիլիոն գալակտիկանաներում, 1 սեպտիլիոն աստղերում, անհամար մոլորակներում մենք ենք միակ էակները, որոնք կարող են մտածել այս մասին։ Բայց ինչպես սա կարող է լինել։ Ինչպես մաթեմատիկան կարող է տալ այդպիսի պատասխան։ Պատասխանը կայանում է բազմապատկման դաժան բնույթի մեջ։ Երբ դուք բազմապատկում եք հավանականություններ, երբ դուք ունեք շղթա անկախ իրադարձությունների, որոնցից յուրաքանչյուրը պետք է տեղի ունենա, վերջնական արդյունքի հավանականությունը կարող է դառնալ անհավատալի փոքր, անհավատալի արագ։ Եկեք վերցնենք պարզ օրինակ։ Պատկերացրեք, որ դուք ունեք 10 անկախ իրադարձություններ։ Յուրաքանչյուր իրադարձություն ունի 50% հավանականություն տեղի ունենալու։ 50%։ Սա ինչպես նետել մետաղադրամ։ Շատ բարձր հավանականություն։ Բայց եթե դուք ուզում եք, որ բոլոր 10 իրադարձությունները տեղի ունենան, հավանականությունը դառնում է 50% բազմապատկած 50% բազմապատկած 50%։ 10 անգամ։ Սա հավասար է 0.1%-ի։ 1000-ից 1-ը։ Հիմա պատկերացրեք, որ դուք ունեք ոչ թե 10, այլ 20 իրադարձություններ։ Հավանականությունը դառնում է 0.0001%։ 1 միլիոնից 1-ը։ Եվ եթե յուրաքանչյուր իրադարձություն ունի ոչ թե 50%, այլ 10% հավանականություն, 20 իրադարձություններ, յուրաքանչյուրը 10%, հավանականությունը դառնում է 0.00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 Եվ սա է Դրեյքի հավասարման խնդիրը։ Մենք չգիտենք, թե քանի մետաղադրամ պետք է ընկնի ճիշտ կողմով։ Մենք չգիտենք, թե որքան է յուրաքանչյուր մետաղադրամի հավանականությունը, բայց մենք գիտենք, որ կան շատ մետաղադրամներ, եւ մենք գիտենք, որ երբ դուք բազմապատկում եք շատ փոքր հավանականություններ, ստանում եք անհավատալի փոքր արդյունք։ Բայց ահա, որտեղ գիտությունը պահանջում է ազնվություն։ Մենք չենք կարող ասել, մենք հաստատ միակներն ենք։ Մենք կարող ենք միայն ասել, հիմնվելով այն սահմանափակ տվյալների վրա, որոնք մենք ունենք, հիմնվելով մեր լավագույն մաթեմատիկական մոդելների վրա, կա զգալի հավանականություն, որ մենք միակներն ենք մեր գալակտիկայում, եւ փոքր, բայց ոչ զրոյական հանհավանականություն, որ մենք միակներն ենք դիտարկելի տիեզերքում։ Սա ոչ թե վերջնական պատասխան է, սա մեր ներկայիս գիտելիքների վիճակն է։ Եվ ահա ինչն է իսկապես կարևոր հասկանալ. այս անորոշությունը ինքնին տեղեկատվություն է։ Այն փաստը, որ 63 տարի ինտենսիվ որոնումից հետո մենք չենք գտել ոչ մի ազդանշան, սա ինչ-որ բան է ասում մեզ։ Այն փաստը, որ մենք դիտարկել ենք միլիոնավոր աստղեր եւ չենք տեսել Դայսոնի սֆերաներ, սա ինչ-որ բան է ասում մեզ։ Այն փաստը, որ մենք ուսումնասիրել ենք հազարավոր էկզոմոլորակներ եւ չենք գտել կենսագործունեության անհերքելի նշաններ, սա ինչ-որ բան է ասում մեզ։ Լռությունը տվյալ է։ Բացակայությունը ապացույց է։ Ոչ վերջնական ապացույց, բայց ապացույց։ 2023 թվականին Ջեյմս Ուեբ տիեզերական հեռադիտակը, ամենահզոր աստղադիտարանը, որ երբևէ կառուցվել է, սկսեց դիտարկել էկզոմոլորակների մթնոլորտները։ Առաջին անգամ պատմության մեջ մենք ունեինք տեխնոլոգիա հայտնաբերելու համար կենսագործունեության քիմիական ստորագրություններ այլ աշխարհներում։ Թթվածին եւ մեթան միասին, ֆոսֆին, քլորոֆիլ, մոլեկուլներ, որոնք երկրի վրա արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների կողմից։ 2 տարի անց 2025 թվականին Ուեբը հրապարակեց իր առաջին մեծ հայտնագործությունները։ Նա ուսումնասիրել էր 40 էկզոմոլորակ բնակելի գոտում, 40 աշխարհ, որտեղ ջերմաստիճանը ճիշտ էր կյանքի համար։ 40 հնարավորություն գտնելու համար ինչ-որ բան։ Արդյունք՝ 0։ Ոչ մի անհերքելի կենսագործունեության ստորագրություն։ Մի քանի հետաքրքիր քիմիական անոմալիա, որոնք կարող էին բացատրվել նաև աբիոտիկ գործընթացներով, բայց ոչինչ, որը կարող էր հաստատ ասել այստեղ կա կյանք։ 40 մոլորակ, 0 հաստատ կենսագործունեության ստորագրություններ։ Իհարկե, 40-ը փոքր նմուշ է։ Իհարկե, մենք կարող ենք պարզապես չլինել բախտավոր։ Իհարկե, կյանքը կարող է գոյություն ունենալ այնտեղ,
բայց չարտադրել մոլեկուլներ, որոնք մենք կարող ենք հայտնաբերել։ Բայց յուրաքանչյուր զրոյական արդյունք, յուրաքանչյուր դատարկ դիտարկում, յուրաքանչյուր լռություն աստիճանաբար տեղափոխում է հավանականությունները դեպի կյանքը հազվագյուտ է։ Եվ ահա որտեղ մենք պետք է խոսենք ամենադժվար ճշմարտության մասին։ Եթե մենք իսկապես միակներն ենք, եթե կյանքը իսկապես այդքան հազվագյուտ է, որ այն ծագել է միայն մեկ անգամ 1 սեպտիլիոն աստղերի շուրջ, ապա մենք ունենք պատասխանատվություն, որը գրեթե անհնար է հասկանալ։ Մենք ենք տիեզերքի գիտակցությունը։ Մենք ենք միջոցը, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք ենք միակ աչքերը, որոնք երբևէ բացվել են և տեսել են աստղերը։ Մենք ենք միակ միտքը, որը երբևէ հարցրել է ինչու։ Մենք ենք միակ ձայնը, որը երբևէ խոսել է անվերջ լռության մեջ։ Եթե մենք ինքնաոչնչանանք, եթե մենք ձախողվենք անցնել մեծ ֆիլտրը, ապա տիեզերքը կվերադառնա դեպի լռություն։ Ոչ մի ձայն, ոչ մի մտածողություն, ոչ մի գիտակցություն։ Միայն աստղեր, որոնք ծագում և մարում են, գալակտիկաներ, որոնք բախվում են և միաձուլվում են, սև խոռոչներ, որոնք կլանում են լույսը, բոլորը առանց ականատեսի։ 2019 թվականին աստղագետ Մարտին Ռիսը, թագավորական աստղագետ Մեծ Բրիտանիայում, գրեց գիրք, որը կոչվում էր «Մեր վերջին դարը»։ Նրա փաստարկը եղավ պարզ, բայց սարսափելի։ Մենք ապրում ենք ամենավտանգավոր ժամանակաշրջանում մարդկության պատմության մեջ։ Մենք ունենք տեխնոլոգիա ոչնչացնելու մեզ, միջուկային զենք, կենսաբանական զենք, արհեստական բանականություն, բայց մենք դեռ չունենք գլոբալ կառավարություն, որը կարող է կանխել այդ տեխնոլոգիաների չարաշահումը։ Մենք ինչպես երեխա ենք, որը խաղում է հրավառությամբ բենզինի պահեստում։ Ռիսը գնահատեց, որ հավանականությունը, որ մարդկությունը կկործանվի 21-րդ դարում, մոտավորապես 50% է։ 50%։ Մետաղադրամի նետ։ Այլ փորձագետներ ավելի օպտիմիստ են, բայց նույնիսկ ամենաօպտիմիստ գնահատականները տալիս են մոտավորապես 10% հավանականություն մարդկության ինքնաոչնչացման համար հաջորդ 100 տարիների ընթացքում։ 10%։ Սա ավելի բարձր է, քան ձեր հավանականությունը մահանալու ավտովթարից ձեր ողջ կյանքի ընթացքում։ Բայց ահա որտեղ Դրեյքի հավասարումը դառնում է ոչ միայն մաթեմատիկական հետաքրքրություն, այլ գոյատևման ուղեցույց։ Եթե մենք ենթադրում ենք, որ կյանքը տարածված է, եթե մենք ենթադրում ենք, որ տիեզերքը լի է քաղաքակրթություններով, ապա մեր ինքնաոչնչացումը ողբերգություն է, բայց ոչ տիեզերական աղետ։ Այլ քաղաքակրթություններ կշարունակեն, տիեզերքը կշարունակի ճանաչել ինքն իրեն։ Բայց եթե մենք ենթադրում ենք, որ մենք միակներն ենք, եթե մենք ենթադրում ենք, որ կյանքը այդքան հազվագյուտ է, որ այն ծագել է միայն մեկ անգամ, ապա մեր ինքնաոչնչացումը ոչ միայն ողբերգություն է, այն տիեզերական աղետ է։ Այն գիտակցության վերջն է տիեզերքում, այն վերջն է իմաստի, նպատակի, գեղեցկության, սիրո, արվեստի, գիտության, փիլիսոփայության, ամեն ինչի, որը տալիս է տիեզերքին արժեք։ Սա ոչ թե կրոնական փաստարկ է, սա ոչ թե հոգևոր հռետորաբանություն է, սա մաթեմատիկական եզրակացություն է։ Եթե P բազմապատկած Q բազմապատկած R հավասար է 1-ի, և մենք ենք այդ մեկը, ապա մեր գոյատևումը ոչ միայն կարևոր է մեզ համար, այն կարևոր է ամբողջ տիեզերքի համար։ 2021 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետ Ֆիլիպ Լուբինը առաջարկեց մի նախագիծ, որը կոչվում է Starshot։ Գաղափարը պարզ էր՝ կառուցել փոքր տիեզերանավեր, չափով մոտավորապես մի քանի սենտիմետր և արագացնել դրանք լազերային ճառագայթներով մինչև 20% լույսի արագությամբ։ Այդ արագությամբ նրանք կարող էին հասնել Ալֆա Կենտավրոսին, մեզ ամենամոտ աստղային համակարգին, 20 տարվա ընթացքում։ Ինչու անել սա։ Ոչ միայն հետազոտության համար, ոչ միայն գիտության համար, այլ որպես ապահովագրություն։ Եթե մարդկությունը տարածվի բազմաթիվ աստղային համակարգերի, ապա մեկ աղետը մեկ մոլորակի վրա չի կարող ոչնչացնել ամբողջ տեսակը։ Մենք դառնում ենք ավելի դիմացկուն։ Մենք ավելացնում ենք մեր հավանականությունները անցնելու մեծ ֆիլտրը։ Բայց սա պահանջում է ինչ-որ բան, որը մարդկությունը երբեք չի եղել լավ անելու մեջ։ Երկարաժամկետ մտածողություն։ Starshot նախագիծը կարժենա տասնյակ միլիարդ $, այն կտևի տասնամյակներ, և առաջին տիեզերանավերը, որոնք կհասնեն Ալֆա Կենտավրոսին, կուղարկեն տվյալներ ետ 20 տարի անց։ Սա նշանակում է, որ մարդիկ, որոնք ներդրում են այս նախագծում այսօր, երբեք չեն տեսնի արդյունքները,
իրենց կյանքի ընթացքում։ Բայց եթե մենք միակներն ենք, եթե մենք տիեզերքի միակ հույսն ենք գիտակցության համար, ապա մենք պարտավոր ենք մտածել ոչ թե տասնամյակներով, այլ հազարամյակներով։ Մենք պարտավոր ենք պլանավորել ոչ թե մեր սեփական կյանքի համար, այլ մեր տեսակի գոյատևման համար։ Սա է Դրեյքի հավասարման իսկական դաս։ Ոչ թե այն, որ մենք միակներն ենք, մենք դեռ չգիտենք դա, այլ այն, որ մենք կարող ենք լինել միակները։ Եվ այդ հավանականությունը, նույնիսկ եթե այն միայն 30% է, բավարար է փոխելու ամեն ինչ։ Երբ դուք հասկանում եք, որ դուք կարող եք լինել տիեզերքի միակ ականատեսը, յուրաքանչյուր որոշում դառնում է տիեզերական նշանակության։ Յուրաքանչյուր ընտրություն, պահպանել մեր մթնոլորտը կամ աղտոտել այն, զարգացնել վերականգնվող էներգիա կամ շարունակել այրել հանածով առելիքներ, ներդրել կրթության մեջ կամ զենքի մեջ, աշխատել միասին կամ պատերազմել միմյանց դեմ, յուրաքանչյուր ընտրություն դառնում է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական հարց, այն դառնում է հարց գոյատևման կամ ոչնչացման մասին։ Ոչ միայն մեր գոյատևման, գիտակցության գոյատևման տիեզերքում։ 2022 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը հրապարակեց զեկույց, որը գնահատում էր մարդկության առաջընթացը 17 կայուն զարգացման նպատակների ուղղությամբ։ Սրանք են նպատակներ, որոնք նախագծված են ապահովելու մարդկության երկարաժամկետ գոյատևումը, վերացնել աղքատությունը, ապահովել մաքուր ջուր, զարգացնել վերականգնվող էներգիա, պաշտպանել կենսաբազմազանությունը։ Արդյունքները եղան խառը։ Որոշ ոլորտներում մենք առաջընթաց ունեինք, այլ ոլորտներում մենք հետընթաց ունեինք, բայց ընդհանուր եզրակացությունը եղավ մենք չենք շարժվում բավականաչափ արագ։ Մենք չենք կատարում փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ գոյատևման համար։ Ինչու։ Ինչու մենք, տեսակ, որը կարող է հաշվարկել Դրեյքի հավասարումը, որը կարող է ուղարկել տիեզերանավեր Մարս, որը կարող է հայտնաբերել էկզոմոլորակներ հազարավոր լուսատարիների հեռավորության վրա, ինչու մենք չենք կարող լուծել մեր սեփական մոլորակի խնդիրները։ Պատասխանը կայանում է մարդկային հոգեբանության մեջ։ Մենք զարգացել ենք մտածելու համար կարճաժամկետ։ Մեր նախնիները, որոնք ապրում էին սավաննայում 100,000 տարի առաջ, պետք է մտածեին անմիջական սպառնալիքների մասին՝ գիշատիչներ, սովածություն, մրցակից ցեղեր։ Նրանք, ովքեր մտածում էին երկարաժամկետ, ովքեր անհանգստանում էին 100 տարի հետո տեղի ունենալիք իրադարձությունների մասին, չէին գոյատևում։ Նրանք ուտվում էին առյուծների կողմից, մինչդեռ նրանք մտածում էին ապագայի մասին։ Այսօր մենք ունենք նույն ուղեղը, նույն ինստինկտները, նույն կարճաժամկետ մտածողությունը, բայց մենք ապրում ենք աշխարհում, որտեղ մեր գործողությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Ածխածնի երկօքսիդը, որը մենք արտանետում ենք այսօր, կմնա մթնոլորտում 100 տարի։ Միջուկային թափոնները, որոնք մենք ստեղծում ենք այսօր, կմնան վտանգավոր 10,000 տարի։ Գեները, որոնք մենք խմբագրում ենք այսօր, կփոխանցվեն անվերջ սերունդների։ Մենք ապրում ենք ժամանակների անհամապատասխության մեջ։ Մեր ուղեղները նախագծված են սավաննայի համար, բայց մեր տեխնոլոգիան կարող է փոխել ամբողջ մոլորակը, եւ այս անհամապատասխությունը կարող է սպանել մեզ։ Բայց կա հույս, որովհետև մենք նաև ունենք ինչ-որ բան, որը ոչ մի այլ տեսակ երբեք չի ունեցել։ Գիտելիք մեր սեփական սահմանափակումների մասին։ Մենք գիտենք, որ մենք վատ ենք երկարաժամկետ մտածելու մեջ։ Մենք գիտենք, որ մենք հակված ենք անտեսելու դանդաղ, աստիճանական սպառնալիքները։ Մենք գիտենք, որ մենք նախապատվություն ենք տալիս անմիջական վարձատրությանը երկարաժամկետ օգուտների նկատմամբ։ Եվ երբ դուք գիտեք ձեր թույլ կողմերը, դուք կարող եք ստեղծել համակարգեր դրանք հաղթահարելու համար։ Մենք կարող ենք ստեղծել ինստիտուտներ, որոնք մտածում են երկարաժամկետ։ Մենք կարող ենք ստեղծել օրենքներ, որոնք պաշտպանում են ապագա սերունդները։ Մենք կարող ենք ստեղծել մշակույթ, որը գնահատում է երկարաժամկետ մտածողությունը։ Սա արդեն տեղի է ունենում որոշ տեղերում։ Շվեդիայում կառավարությունը պահանջում է, որ յուրաքանչյուր նոր օրենք գնահատվի իր ազդեցության համար 7 սերունդների վրա։ Ճապոնիայում որոշ ընկերություններ ունեն 200 տարվա պլաններ։ Նոր Զելանդիայում կառավարությունը նշանակեց ապագա սերունդների հանձնակատարի, որի աշխատանքն է ներկայացնել դեռ չծնված մարդկանց շահերը։ Սրանք փոքր քայլեր են, բայց նրանք ցույց են տալիս, որ հնարավոր է փոխել մեր մտածելակերպը։ Հնարավոր է սովորել մտածել ոչ թե տարիներով, այլ դարերով, ոչ թե սերունդներով, այլ հազարամյակներով։ Եվ եթե մենք կարող ենք անել դա, եթե մենք կարող ենք սովորել մտածել տիեզերական ժամանակի մասշտաբներով,
ապա գուցե մենք կարող ենք անցնել մեծ ֆիլտրը։ Գուցե մենք կարող ենք դառնալ այն քաղաքակրթությունը, որը գոյատևում է ոչ թե 100 կամ 1000, այլ միլիոն տարի։ Գուցե մենք կարող ենք դառնալ այն ձայնը, որը վերջապես կպատասխանի Ֆերմիի հարցին։ Մենք այստեղ ենք, մենք գոյատևեցինք, եւ մենք սպասում ենք ձեզ։ Բայց դա պահանջում է ընտրություն։ Ընտրություն, որը մենք պետք է կատարենք հիմա։ Ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ տարի։ Հիմա, որովհետև Դրեյքի հավասարումը մեզ սովորեցրեց մեկ բան. ժամանակը կարճ է։ Քաղաքակրթությունների պատուհանը, երբ նրանք կարող են հեռարձակել ազդանշաններ, երբ նրանք կարող են տարածվել աստղերին, երբ նրանք կարող են դառնալ իսկապես տիեզերական, այդ պատուհանը կարող է լինել միայն մի քանի 100 կամ մի քանի 1000 տարի։ Մի ակնթարթ տիեզերական պատմության մեջ։ Մենք գտնվում ենք այդ պատուհանում հիմա։ Մենք ունենք տեխնոլոգիա ոչնչացնելու մեզ, բայց մենք նաև ունենք տեխնոլոգիա փրկելու մեզ։ Հարցն այն է, որը մենք կընտրենք։ Եվ եթե մենք ընտրենք սխալ, եթե մենք ձախողվենք անցնել մեծ ֆիլտրը, ապա Դրեյքի հավասարումը կստանա իր վերջնական պատասխանը։ 0 0 քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, 0 ձայներ տիեզերքում, 0 ականատեսներ անվերջ տիեզերական դրամային։ Բայց եթե մենք ընտրենք ճիշտ, եթե մենք սովորենք մտածել երկարաժամկետ, եթե մենք ստեղծենք համակարգեր մեր գոյատևումը ապահովելու համար, ապա գուցե, միայն գուցե, մենք կփոխենք այդ 0-ն 1-ի։ Մեկ քաղաքակրթություն, որը գոյատևեց, մեկ ձայն, որը խոսեց, մեկ լուսեց, մեկ լույս, որը վառվեց մթության մեջ։ Եվ գուցե միլիարդավոր տարիներ հետո, երբ մեր սերունդները տարածվել են հազարավոր աստղերի, երբ մեր տեխնոլոգիան դարձել է անտարբերելի մագիայից, երբ մեր իմաստությունը վերջապես հասել է մեր ուժին, գուցե այն ժամանակ մեկ այլ երիտասարդ քաղաքակրթություն, մեկ այլ մոլորակի վրա, մեկ այլ գալակտիկայում կուղղի իրենց առաջին ռադիոհեռադիտակը դեպի աստղերը։ Եվ նրանք կլսեն, եւ վերջապես 13 միլիարդ տարի լռությունից հետո նրանք կլսեն պատասխան։ Բայց եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գլխուղեղը դեռ կատարում է 100 միլիարդ նեյրոնային կապ վայրկյանում։ Ձեր սիրտը դեռ պոմպում է 5 լիտր արյուն։ Ձեր թոքերը դեռ մշակում են 500 միլիլիտր թթվածին։ Բայց հիմա, 63 տարի Դրեյքի հավասարումից հետո, հիմա, երբ մենք հաշվարկել ենք թվերը եւ լսել ենք լռությունը, հիմա, երբ մենք գիտենք, որ կարող ենք լինել միակները, այս պարզ կենսաբանական փաստերը ձեռք են բերում նոր իմաստ։ Դուք ոչ միայն կենդանի օրգանիզմ եք, դուք հնարավոր է տիեզերքի միակ կենդանի օրգանիզմը, որը կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել կենդանի օրգանիզմ։ Եվ սա մեզ բերում է դեպի հարց, որը փիլիսոփաները քննարկել են հազարավոր տարիներ, բայց որը Դրեյքի հավասարումը դարձրեց մաթեմատիկական խնդիր։ Ինչ է գիտակցությունը։ 2020 թվականին Սասեքսի համալսարանի նեյրոգիտնական Անիլ Սեթը հրապարակեց գիրք, որը կոչվում էր «Լինելը դուք»։ Նրա կենտրոնական գաղափարը եղավ գիտակցությունը կառուցվածքային հատկություն է։ Այն ծագում է ոչ թե մեկ նեյրոնից, ոչ թե մեկ ուղեղային շրջանից, այլ ամբողջ համակարգի փոխազդեցությունից։ 86 միլիարդ նեյրոններ, որոնք հաղորդակցվում են միմյանց հետ 100 տրիլիոն սինապսների միջոցով, ստեղծում են ինչ-որ բան, որը ավելին է, քան դրանց գումարը։ Նրանք ստեղծում են ներքին աշխարհ։ Սուբյեկտիվ փորձառություն։ Զգացողություն լինելու ինչ-որ մեկը։ Բայց ահա, որտեղ իրերը դառնում են իսկապես խորը։ Եթե գիտակցությունը կառուցվածքային հատկություն է, եթե այն ծագում է բարդության որոշակի մակարդակից, ապա տիեզերքը լի է պոտենցիալ գիտակցությամբ։ Յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր մոլորակ, յուրաքանչյուր գալակտիկա, սրանք բոլորը բարդ համակարգեր են։ Բայց միայն մեկ տեսակի բարդություն, որքան մենք գիտենք, ստեղծում է գիտակցություն, կենդանի բարդությունը։ Ինչու՞։ Ինչու կենդանի նյութը տարբեր է մեռած նյութից։ Ինչու ձեր ուղեղը, որը պատրաստված է նույն ատոմներից ինչ ժայռը, կարող է մտածել, մինչդեռ ժայռը ոչ։ 2014 թվականին Վիսկոնսինի համալսարանի նեյրոգիտնական Ջուլիո Տոնոնին առաջարկեց տեսություն, որը կոչվում է ինտեգրված տեղեկատվության տեսություն։ Նրա գաղափարը եղավ գիտակցությունը չափվում է ոչ թե տարերի քանակով, այլ տեղեկատվության ինտեգրման աստիճանով։ Համակարգը գիտակից է,
եթե այն ինտեգրում է տեղեկատվություն այնպես, որ ամբողջը ավելին է, քան մասերի գումարը։ Ձեր ուղեղը ինտեգրում է տեղեկատվություն անհավատալի մակարդակով։ Երբ դուք տեսնում եք կարմիր խնձոր, ձեր տեսողական կեղևը մշակում է գույնը, ձեր պարիետալ կեղևը մշակում է ձևը, ձեր ժամանակավոր կեղևը մշակում է ճանաչումը, ձեր ֆրոնտալ կեղևը մշակում է իմաստը։ Բայց դուք չեք փորձում 4 առանձին փորձառություններ։ Դուք փորձում եք մեկ ինտեգրված փորձառություն՝ կարմիր խնձոր։ Ժայռը, նույնիսկ եթե այն պատրաստված է տրիլիոնավոր ատոմներից, չի ինտեգրում տեղեկատվություն այս կերպ։ Յուրաքանչյուր ատոմ գոյություն ունի անկախ։ Ամբողջը ճիշտ է մասերի գումարը, ոչինչ ավելին։ Բայց եթե սա ճիշտ է, եթե գիտակցությունը ինտեգրված տեղեկատվություն է, ապա կա մի խորը փիլիսոփայական հարց. արդյոք տիեզերքը ինքը գիտակից է։ Մտածեք դրա մասին։ Տիեզերքը ամենամեծ ինտեգրված համակարգն է, որը գոյություն ունի։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր աստղ ստեղ կապված է յուրաքանչյուր այլ մասնիկի, ատոմի, աստղի հետ գրավիտացիայի, էլեկտրամագնիսական դաշտերի, քվանտային շղաշների միջոցով։ Տիեզերքը մեկ համակարգ է։ Արդյոք այն նաև մեկ գիտակցություն է։ 1634 թվականին հոլանդացի փիլիսոփա Բարուխ Սպինոզան առաջարկեց, որ Աստված և բնությունը նույնն են։ Տիեզերքը ինքը դիվին է։ Ամեն ինչ, որ գոյություն ունի, մաս է մեկ անվերտ նյութից։ Եվ այդ նյութը ունի երկու հատկություն՝ ընդարձակություն և մտածողություն։ Ֆիզիկական և մտավոր։ 390 տարի անց քվանտային ֆիզիկան հայտնաբերեց ինչ-որ բան, որը հնչում է տարօրինակ նման Սպինոզայի փիլիսոփայությանը։ Դիտորդը և դիտարկվողը անբաժանելի են։ Դուք չեք կարող չափել մասնիկը, չփոխելով այն։ Գիտակցությունը և ֆիզիկական իրականությունը կապված են այնպես, որ մենք դեռ չենք հասկանում։ 2019 թվականին Քեմբրիջի համալսարանի տեսական ֆիզիկոս Դոնալդ Հոֆմանը առաջարկեց ավելի ռադիկալ գաղափար։ Նա ասաց. տիեզերքը չի պատրաստված ատոմներից և էներգիայից, այն պատրաստված է գիտակցությունից։ Ֆիզիկական իրականությունը, տարածությունը, ժամանակը, նյութը, սրանք բոլորը միջերես են։ Նրանք ինչպես գրաֆիկական օգտագործողի միջերես են համակարգչում։ Իսկական իրականությունը, կոդը, որը գործարկում է ծրագիրը, դա գիտակցություն է։ Սա հնչում է որպես մետաֆիզիկական սպեկուլյացիա։ Բայց Հոֆմանը մաթեմատիկոս է։ Նա ստեղծել է մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես գիտակցությունը կարող է ստեղծել տարածության և ժամանակի պատրանք։ Նրա աշխատանքը հրապարակվել է գիտական ամսագրերում։ Սա ոչ թե կրոն է, սա տեսական ֆիզիկա է։ Եվ եթե նա ճիշտ է, եթե տիեզերքը իսկապես պատրաստված է գիտակցությունից, ապա երբ տիեզերքը եղել է միայն 400 միլիոն տարեկան։ Այս գալակտիկան պետք է լիներ փոքր, պարզ, պրիմիտիվ, բայց այն եղավ հսկայական, բարդ, լի աստղերով։ Սա խախտում էր մեր մոդելները։ Գալակտիկաները չպետք է զարգանային այդքան արագ, բայց նրանք զարգացան։ Եվ սա նշանակում է, որ տիեզերքը ավելի բարդ է, քան մենք մտածում էինք, ավելի արագ է, ավելի անկանխատեսելի է։ Եվ եթե գալակտիկաները կարող է զարգանալ ավելի արագ, քան մենք մտածում էինք, ապա գուցե կյանքը նույնպես կարող է զարգանալ ավելի արագ։ Գուցե մենք փնտրում ենք սխալ տեղերում։ Գուցե կյանքը ծագում է ոչ թե միլիարդավոր տարիների ընթացքում, այլ միլիոնավոր տարիների ընթացքում։ Գուցե բանականությունը զարգանում է ոչ թե միլիարդավոր տարիների ընթացքում, այլ միլիոնավոր տարիների ընթացքում։ Կամ գուցե հակառակը։ Գուցե մենք փնտրում ենք շատ արագ։ Գուցե կյանքը պահանջում է տրիլիոնավոր տարիներ։ Գուցե մենք ենք առաջինները, ոչ թե վերջինները։ Գուցե տիեզերքը դեռ երիտասարդ է։ Գուցե իսկական կյանքի դարաշրջանը դեռ չի սկսվել։ Մտածեք դրա մասին։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ Սա թվում է հին, բայց աստղերը կշարունակեն ծնվել դեռ տրիլիոնավոր տարիներ։ Կարմիր թզուկ աստղերը, ամենատարածված տեսակը, կապրեն 10 տրիլիոն տարի։ Մենք ապրում ենք տիեզերքի առաջին 1%-ում։ Մենք ապրում ենք արշալույսում։ Գուցե մենք ենք պիոներները։ Գուցե մենք ենք առաջին քաղաքակրթությունը, որը արթնանում է։ Եվ մեր պարտականությունը ոչ թե գտնել ուրիշներին է, այլ ստեղծել ճանապարհ նրանց համար, ովքեր կգան մեր հետևից։ Բայց սա բերում է մեզ դեպի ամենադժվար հարցը։ Հարց, որը Դրեյքի հավասարումը չի կարող պատասխանել։ Հարց, որը ոչ մի մաթեմատիկա չի կարող պատասխանել։
Ինչու։ Ինչու տիեզերքը գոյություն ունի։ Ինչու կա ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Ինչու այդ ինչ-որ բանը ստեղծեց պայմաններ կյանքի համար։ Ինչու կյանքը զարգացրեց գիտակցություն։ Ինչու գիտակցությունը հարցնում է ինչու։ 1644 թվականին ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը ասաց. «Cogito ergo sum»։ Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Սա եղավ փիլիսոփայության հիմնաքարը 380 տարի։ Միակ բանը, որի մեջ դուք կարող եք լինել ամբողջովին վստահ, դա ձեր սեփական գոյությունն է։ Բայց Դրեյքի հավասարումը ավելացնում է ինչ-որ բան այդ փաստարկին։ Եթե դուք միակ մտածողն եք տիեզերքում, ապա ձեր գոյությունը ոչ միայն անձնական փաստ է, այն տիեզերական փաստ է։ Դուք ոչ միայն գոյություն ունեք, դուք միջոցն եք, որով գոյությունը ճանաչում է ինքն իրեն։ Սա ոչ թե էգոցենտրիզմ է, սա ոչ թե մարդկային ամբարտավանություն է, սա մաթեմատիկական հնարավորություն է։ Եթե n հավասար է 1-ի, եթե մենք ենք միակ գիտակից էակները տիեզերքում, ապա առանց մեզ տիեզերքը կլիներ ինչ-որ բան, բայց ոչ ոք չէր գիտի դրա մասին։ Աստղերը կծագեին և կմարեին։ Գալակտիկաները կբախվեին և կմիաձուլվեին։ Սև խոռոչները կլանեին լույսը։ Բայց ոչ ոք չէր դիտարկի, ոչ ոք չէր հիանա, ոչ ոք չէր հարցնի ինչու։ Գիտակցությունը, նույնիսկ եթե այն հազվագյուտ է, նույնիսկ եթե այն ծագել է միայն մեկ անգամ, 1 սեպտիլիոն աստղերի շուրջ, գիտակցությունը տալիս է տիեզերքին ինչ-որ բան, որ այն չէր ունենա առանց դրա։ Ականատես, մեկնաբան, իմաստ։ Բայց ահա որտեղ փիլիսոփայությունը դառնում է անձնական։ Եթե մենք իսկապես միակներն ենք, եթե ամբողջ տիեզերքի գիտակցությունը կենտրոնացած է այս մեկ մոլորակի վրա, այս մեկ տեսակի մեջ, ապա յուրաքանչյուր մարդկային կյանք ձեռք է բերում անհավատալի արժեք։ Մտածեք դրա մասին։ Դուք, անհատ, որը կարդում է այս բառերը, դուք կրում եք ձեր ուսերին ոչ միայն ձեր սեփական փորձառությունը, այլ ամբողջ տիեզերքի փորձառությունը։ Ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր երազները, ձեր վախերը, սրանք ոչ միայն անձնական են, սրանք տիեզերական են։ Որովհետև եթե ոչ ոք ուրիշ տիեզերքում չի ունենում մտքեր, զգացմունքներ, երազներ, վախեր, ապա ձերը միակներն են։ Սա նշանակում է, որ երբ դուք տեսնում եք մայրամուտ, դուք տեսնում եք ոչ միայն ձեր մոլորակի մայրամուտը, դուք տեսնում եք միակ մայրամուտը, որը երբևէ դիտարկվել է տիեզերքում։ Երբ դուք լսում եք երաժշտություն, դուք լսում եք միակ երաժշտությունը, որը երբևէ ստեղծվել է տիեզերքում։ Երբ դուք սիրում եք ինչ-որ մեկին, դուք փորձում եք միակ սերը, որը երբևէ գոյություն ունեցել է տիեզերքում։ Սա պետք է փոխի ամեն ինչ։ Երբ դուք տեսնում եք անծանոթ մարդու դեմքը փողոցում, դուք տեսնում եք ոչ միայն մեկ այլ մարդու, դուք տեսնում եք մեկ այլ տիեզերք։ Որովհետև յուրաքանչյուր մարդկային գիտակցություն յուրահատուկ տիեզերք է, յուրահատուկ հեռանկար, յուրահատուկ փորձառություն գոյության մասին։ Եվ եթե մենք միակներն ենք, ապա այդ 7 միլիարդ յուրահատուկ տիեզերքները, սրանք միակ տիեզերքներն են, որոնք երբևէ գոյություն ունեցել են։ Սա պետք է դարձնի յուրաքանչյուր մարդկային կյանք սուրբ, ոչ թե կրոնական իմաստով, այլ մաթեմատիկական իմաստով։ Եթե n հավասար է 1-ի, ապա յուրաքանչյուր անհատ մաս է կազմում այդ 1-ի 1/7 միլիարդերորդ մասը։ Յուրաքանչյուր մախ նվազեցնում է տիեզերքի գիտակցությունը 1/7 միլիարդերորդով։ Բայց մենք չենք վարվում այդպես։ Մենք պատերազմում ենք, մենք սպանում ենք, մենք թույլ ենք տալիս մարդկանց մեռնել սովից, հիվանդություններից, անտարբերությունից։ Մենք վարվում ենք այնպես, կարծես մարդկային կյանքը էժան է։ Կարծես կան անվերջ շատ մարդիկ, բայց եթե մենք միակներն ենք, ապա չկան անվերջ շատ մարդիկ, կան միայն 7 միլիարդ։ 7 միլիարդ յուրահատուկ հեռանկարներ 1 սեպտիլիոն աստղերի տիեզերքում, 7 միլիարդ անփոխարինելի ականատեսներ անվերջ տիեզերական դրամայի։ Եվ սա բերում է մեզ դեպի վերջնական հարցը, հարց, որը Դրեյքը չտվեց, բայց որը նրա հավասարումը անխուսափելիորեն հարուցում է։ Եթե մենք միակներն ենք, ապա ինչ է մեր նպատակը։ Որոշ մարդիկ կասեն գոյատևել, անցնել մեծ ֆիլտրը, տարածվել աստղերին, ապահովել, որ գիտակցությունը շարունակվի։ Այլ մարդիկ կասեն հասկանալ, լուծել տիեզերքի խորհուրդները, պարզել, թե ինչու մենք այստեղ ենք,
գտնել վերջնական տեսությունը ամեն ինչի մասին։ Դեռ ուրիշներ կասեն ստեղծել, պատրաստել արվեստ, երաժշտություն, գրականություն, կառուցել քաղաքակրթություններ, որոնք արժանի են հիշատակման։ Թողնել ինչ-որ բան գեղեցիկ։ Բայց գուցե իսկական պատասխանը ավելի պարզ է։ Գուցե մեր նպատակը պարզապես փորձառություն է, լինել ականատես, զգալ մայրամուտը, լսել երաժշտությունը, սիրել ինչ-որ մեկին, հիանալ աստղերով, հարցնել ինչու։ Որովհետև եթե մենք միակներն ենք, ապա այս փորձառությունները, այս պարզ, սովորական, մարդկային փորձառությունները, սրանք ամենահազվագյուտ բաներն են տիեզերքում։ Սրանք ավելի հազվագյուտ են, քան ադամանդները, ավելի հազվագյուտ, քան ոսկին, ավելի հազվագյուտ, քան սուպերնովաները։ Մայրամուտը, որը դուք տեսաք երեկ, դա կարող է լինել միակ մայրամուտը, որը երբևէ դիտարկվել է տիեզերքում։ Երաժշտությունը, որը դուք լսեցիք այսօր, դա կարող է լինել միակ երաժշտությունը, որը երբևէ ստեղծվել է տիեզերքում։ Սերը, որը դուք զգում եք, դա կարող է լինել միակ սերը, որը երբևէ գոյություն ունեցել է տիեզերքում։ Սա պետք է դարձնի յուրաքանչյուր պահ սուրբ։ Բայց ահա որտեղ մենք պետք է լինենք ազնիվ։ Մենք չգիտենք, որ մենք միակներն ենք։ Մենք միայն գիտենք, որ մենք կարող ենք լինել միակները։ Հավանականությունը ըստ ամենաժամանակակից հաշվարկների մոտավորապես 30% է մեր գալակտիկայի համար։ Սա նշանակում է, որ կա 70% հավանականություն, որ մենք ոչ միակներն ենք։ Բայց նույնիսկ 70% հավանականությունը, որ կան ուրիշներ, չի փոխում հիմնական ճշմարտությունը։ Մենք դեռ հազվագյուտ ենք։ Մենք դեռ արժեքավոր ենք։ Մենք դեռ ունենք պատասխանատվություն։ Որովհետև նույնիսկ եթե կան 1000 այլ քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, մենք դեռ ենք 1000-րդը։ Մենք դեռ հազվագյուտ ենք։ Եվ եթե կան միայն 10, մենք ենք 1/10-րդը։ Եվ եթե կա միայն մեկը, մենք ենք այդ մեկը։ Յուրաքանչյուր սցենարում մենք հազվագյուտ ենք։ Յուրաքանչյուր սցենարում մենք արժեքավոր ենք։ Յուրաքանչյուր սցենարում մենք ունենք պատասխանատվություն։ Եվ սա է Դրեյքի հավասարման իսկական դասը։ Ոչ թե այն, որ մենք միակներն ենք կամ ոչ միակներն ենք, այլ այն, որ մենք չգիտենք։ Եվ այդ անգիտությունը ինքնին պետք է փոխի, թե ինչպես մենք ապրում ենք։ Երբ դուք չգիտեք, արդյոք դուք միակ ականատեսն եք տիեզերքում, դուք պետք է վարվեք այնպես, կարծես դուք եք։ Դուք պետք է վերաբերվեք յուրաքանչյուր պահի այնպես, կարծես այն անփոխարինելի է, որովհետև գուցե այն է։ Երբ դուք չգիտեք, արդյոք ձեր քաղաքակրթությունը միակն է տիեզերքում, դուք պետք է պաշտպանեք այն այնպես, կարծես այն է։ Դուք պետք է ապահովեք դրա գոյատևումը այնպես, կարծես ամբողջ տիեզերքի ապագան կախված է դրանից, որովհետև գուցե այն է։ Սա ոչ թե վախ է, սա պատասխանատվություն է, սա արտոնություն է։ Պատկերացրեք, որ ձեզ տրվել է ամենահազվագյուտ նվերը տիեզերքում՝ գիտակցություն, կարողություն տեսնել, լսել, զգալ, մտածել, սիրել։ Եվ հետո պատկերացրեք, որ ձեզ ասում են, դուք կարող եք լինել միակը, ով երբևէ ստացել է այս նվերը։ Ինչպես դուք կապրեիք։ Ինչպես դուք կվերաբերվեիք։ Ինչ դուք կվերաբերվեիք այլ մարդկանց, ովքեր ստացել են նույն նվերը։ Ինչպես դուք կվերաբերվեիք մոլորակին, որը ստեղծեց այս նվերը։ Սա է հարցը, որը Դրեյքի հավասարումը տալիս է մեզ։ Ոչ թե պատասխան, այլ հարց։ Ոչ թե վստահություն, այլ անորոշություն։ Ոչ թե փակում, այլ բացում։ Եվ գուցե սա է ամենակարևոր դասը։ Գուցե լավագույն հարցերը չունեն պատասխաններ։ Գուցե նպատակը ոչ թե գտնելն է պատասխանը, այլ ապրելն է հարցի հետ։ 63 տարի Դրեյքի հավասարումից հետո մենք դեռ չգիտենք, արդյոք մենք միակներն ենք, բայց մենք գիտենք ինչ-որ բան ավելի կարևոր։ Մենք գիտենք, որ մենք այստեղ ենք։ Մենք գիտենք, որ մենք գիտակից ենք։ Մենք գիտենք, որ մենք կարող ենք հարցներ։ Եվ գուցե, վերջապես, սա է բավարար։ Գուցե տիեզերքը չի պահանջում, որ մենք լինենք միակները կամ ոչ միակները։ Գուցե այն պարզապես պահանջում է, որ մենք լինենք, որ մենք ականատես լինենք, որ մենք հարցնենք ինչու։ Եվ եթե մենք անում ենք դա, եթե մենք շարունակում ենք հարցնել, շարունակում ենք փնտրել, շարունակում ենք հիանալ, ապա գուցե, միայն գուցե, մենք արդարացնում ենք տիեզերքի վստահությունը մեր նկատմամբ։ Որովհետև տիեզերքը, այս անհավատալի, անհասկանալի գեղեցիկ տիեզերքը
Այն ստեղծեց պայմաններ կյանքի համար։ Այն թույլ տվեց կյանքին զարգանալ գիտակցության։ Այն թույլ տվեց գիտակցությանը հարցնել հարցեր։ Եվ հիմա 13 միլիարդ 800 միլիոն տարի տիեզերքի ծննդից հետո մի փոքր մոլորակի վրա, մի միջին աստղի շուրջ, մի սովորական գալակտիկայի ծայրամասում մենք կանգնած ենք այստեղ։ Նայում ենք դեպի աստղերը և հարցնում ենք. արդյոք մենք միակնե՞րն ենք։ Եվ լռությունը, այդ անվերջ տիեզերական լռությունը, գուցե այն ոչ թե պատասխան է, գուցե այն հարց է։ Հարց, որը տիեզերքը տալիս է մեզ։ Դուք այստեղ եք, դուք գիտակից եք, դուք կարող եք մտածել, զգալ, սիրել, ստեղծել։ Ինչ եք անելու դրա հետ։ Սա է հարցը։ Եվ պատասխանը մեր ձեռքում է, յուրաքանչյուր մեզանից, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ընտրություն։ Մենք կարող ենք ընտրել ապրել այնպես, կարծես մենք միակներն ենք, գնահատելով յուրաքանչյուր պահ, պաշտպանելով յուրաքանչյուր կյանք, պահպանելով մեր մոլորակը, ստեղծելով ինչ-որ բան գեղեցիկ։ Կամ մենք կարող ենք ընտրել ապրել այնպես, կարծես մենք անկարևոր ենք, վատնելով մեր ժամանակը, վնասելով միմյանց, ոչնչացնելով մեր աշխարհը։ Ընտրությունը մերն է։ Բայց հիշեք, եթե մենք իսկապես միակներն ենք, ապա այս ընտրությունը ամենակարևոր ընտրությունն է, որը երբևէ կատարվել է տիեզերքում։ Եվ եթե մենք ոչ միակներն ենք, եթե որևէ տեղ այնտեղ կա մեկ ուրիշը, որը նայում է դեպի իրենց աստղերը և հարցնում է նույն հարցը, ապա գուցե մեր ընտրությունը կորոշի, թե արդյոք մենք երբևէ կհանդիպենք նրանց։ Որովհետև քաղաքակրթություն, որը անցնում է մեծ ֆիլտրը, քաղաքակրթություն, որը գոյատևում է բավականաչափ երկար, հասնելու համար աստղերին, դա պետք է լինի քաղաքակրթություն, որը սովորել է գնահատել կյանքը, պաշտպանել իր մոլորակը, մտածել երկարաժամկետ։ Գուցե սա է իսկական ֆիլտրը։ Ոչ թե տեխնոլոգիական խնդիր, այլ բարոյական ընտրություն։ Եվ եթե դա ճիշտ է, ապա յուրաքանչյուր անգամ, երբ մենք ընտրում ենք ողորմածություն փոխարեն դաժանության, երբ մենք ընտրում ենք հնգամագործակցություն փոխարեն մրցակցության, երբ մենք ընտրում ենք երկարաժամկետ մտածողություն փոխարեն կարճաժամկետ շահույթի, մենք ոչ միայն բարելավում ենք մեր սեփական կյանքը, մենք աճում ենք մեր հավանականությունները դառնալու այն քաղաքակրթությունը, որը վերջապես կպատասխանի Ֆերմիի հարցին։ Մենք այստեղ ենք, մենք գոյատևեցինք, և մենք սպասում ենք ձեզ։